համաժողովը, որը կազմակերպիչը Հայաստանի նոր քաղաքական մշակույթի կուսակցությունն է, մեկ նպատակ է հետապնդում։ Նպատակը հետևյալն է, քանի որ մենք իսկապես մտահոգ ենք մեր երկրում տիրող իրավիճակով, մենք մտահոգ ենք, թե ինչպիսի ճանապարհ է անցնելու ապագայում Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը, քանի որ մեզ համար Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը դա արժեք է, եւ մենք ուզում ենք, որպեսզի մեր պետությունը, որը ունի հազարամյա պատմություն, ունի հարուստ մշակույթ, ունի անցած ճանապարհ, դարավոր պատմություն, այդ դարավոր ընթացքը տխրահռչակ վախճան չունենա, եւ մենք էլ այսօրվա մերօրյա մտավորականները, մերօրյա քաղաքական գործիչները, որոնց վրա է դրված այդ պատասխանատվությունը, այսօր ստեղծելու այնպիսի իրավիճակ, որպեսզի կարողանանք կանխել այդ տխրահռչակ իրողությունը, մենք հրավիրեցինք այս համաժողովը նպատակ ունենալով միասին բոլոր կուսակցությունների, հրավիրված բոլոր կուսակցությունների, հանրային գործիչների, ուրեմն շրջանային հարգելիներս այդ հիմնական պատճառները, որոնք են այն պատճառները, որի պատճառով մեր Հայաստանի Հանրապետությունը, հարգելիներս, այս 34 տարի է, խարխափում է այս ուրեմն քաղաքական ճգնաժամը։ Մեր խորին համոզմամբ, հարգելիներս, մենք ունենք մի այնպիսի քաղաքական համակարգ, որտեղ անհատապաշտությունը եւ խմբային շահերը տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ գլխադասային են դարձել։ Հայաստանի Հանրապետությունում ոչ թե պետական շահերով են առաջնորդվում տարբեր քաղաքական շրջանակներ, այլ առաջնորդվում են խմբային շահերով։ Հիմա տեսեք, վերջերս ես գտնվում էի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում եւ այնտեղ էի, որպեսզի ուսումնասիրեի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքական իրողությունը, թե ինչ քաղաքական համակարգ է այնտեղ տիրում։ Բոլորս գիտենք, որ Չինաստանի ուրեմն ազգաբնակչությունը կազմում է մոտավորապես 1.5 միլիարդ ազգաբնակչություն։ Եվ այդ 1.5 միլիարդանոց ազգաբնակչության մեջ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գործում է ընդամենը, ոչինչ, այդ հարցը կկարգավորվի, գործում է ընդամենը 9 կուսակցություն, որից մեկը առաջնայինը դա կոմունիստական կուսակցությունն է, եւ նրան դրացնող մնացած 8 կուսակցությունները։ Հիմա ինչ իրավիճակ է տիրում, հարգելի հայրենակիցներ, մեր երկրում։ Մեր երկրում կուսակցություն բացելը կամ հասարակական կառույց բացելը դարձել է կներեք շուկա գնալու նման մի բան, դարձել է խանութ գնալու նման մի բան, դարձել է սովորական կենցաղային իր գնելու նման մի բան։ Եվ հիմնականում կուսակցություններ բացում են այն մարդիկ, ովքեր չունեն մասնագիտական անցած ճանապարհ, ովքեր չունեն բավարար կենսափորձ, որպեսզի կարողանան այդպիսի պատասխանատվություն վերցնել իրենց վրա պետության ազգային շահերը արտահայտելու եւ նաեւ համաժողովրդական հավաքական խնդիրներ լուծելու։ Նույն տիրույթը, նույն իրավիճակը տիրում է նաեւ հասարակական շրջանակներում։ Հիմա 34 տարի եկեք հասկանանք, տեսնենք ինչ իրավիճակ է տիրում մեր երկրում։ Ցավոք 34 տարի, հարգելիներս, եւ ոչ մի կառավարություն չձևավորեց պետական քաղաքական չափանիշներ։ Հիմա տեսեք, ենթադրենք կառուցում ենք ինչ-որ մի շենք, չէ, կներեք, որ այսպես կենցաղային լեզվով են խոսում, ենթադրենք կառուցում ենք մի շենք, այդ շենքը պիտի ունենա, շենքը պետք է ունենա համապատասխան ուրեմն գծագիր, այդ շենքը պիտի ունենա չափանիշներ։ Հիմա նույն ձևով Հայաստանի Հանրապետությունը, որը պատկերացրեք այդքան բազմավոլորտ ազգային քաղաքական համակարգ է, այդ բազմավոլորտ ազգային քաղաքական համակարգը չունենա իր չափանիշը, չունենա հստակ ձեռագիր, թե ինչ ձեռագրով եւ ինչ չափանիշներով պետք է կառուցվի այս ազգային քաղաքական համակարգը։ Ահա այս ազգային քաղաքական համակարգի չափանիշները 34 տարի չձևակերպվեցին, ցավոք, եւ այդ չափանիշների բացակայությունն է գլխավորապես ես կարող եմ ասել, ահա այդ չափանիշների ուրեմն բացակայությունն է, հարգելիներս, որ այս 34 տարիների ընթացքում մեր երկրում տիրում է ոչ թե քաղաքական մշակույթ, այլ տիրում է հակամշակույթ։ Հիմա տեսեք, անգամ ընտանիքում ես մեր պետությունը դիտարկում եմ որպես մեծ ազգային ընտանիք, ազգային ընտանիքը որպեսզի զարգացում եւ բարգավաճում ունենա, ինչ է հարկավոր։ Հարկավոր է որպեսզի
այդ ընտանիքում յուրաքանչյուրը մեծը լինի իր դերում, փոքրը լինի իր դերում, չէ՞։ Ամեն ոք լինի իր դերում։ Նույնը ես գնահատում եմ մեր պետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը որպես մեկ ազգային ընտանիք։ Մեր ազգային ընտանիքում ցավոք այդ դերապաշխումը չկա մինչ օրս եւ ամեն ոք իրեն հռչակում է ենթադրենք ընտանիքի գլուխ։ Ամեն ոք իրեն իրավունք է վերապահում, որ ամեն ցանկացած պահի պետք է վեր կենա եւ խոսի ընտանիքի հիմնախնդիրներից։ Ազգային համերաշխություն գոյություն չունի մեր ազգային ընտանիքում։ Մենք ուզում ենք ինչ-որ մի խնդիրներ լուծել, բայց միմյանց նկատմամբ հարգանք չկա մեր ազգային ընտանիքում։ Հիմա տեսեք, քիչ առաջ խոսում էի այդ մասին, հարգելիներս, ես ուզում եմ, որ այսօրվա մեր հանդիպումը, քանի որ հատկապես մի քիչ փոքրատիվ է, անցնի այսպես անկեղծ զրույցի շրջանակներում եւ ոչ ինչ-որ ակադեմիական ելույթների շրջանակներում։ Տեսեք, այսօրվա համաժողովի խորագիրը Հայաստանի Հանրապետության ուրեմն ազգային ճգնաժամի պատճառները, դրանց լուծման ուղիները։ Հրավիրված են Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող բոլոր կուսակցությունները։ Հրավիրված են 3 նախագահները եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Ինչ է ստացվում, որ այդ մարդկանց չի հետաքրքրում այդ հիմնախնդիրը։ Ներկա է միայն Ալյանս կուսակցության ներկայացուցիչը եւ նաեւ ներկա է ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Ասլանյանը եւ մեր հանրային գործիչներ։ Ինչ է ստացվում, որ այդ մարդկանց չի հետաքրքրում այս հիմնախնդիրը։ Այդ մարդիկ ամբիոններից, չգիտեմ, ինչ որ տեղեկատվական ԶԼՄ-ներով հարցազրույցներ տալուց, անպակորգոր խոսքեր ասելուց, այդտեղ առաջինն են, այդտեղ չգիտեմ, ինչ որ շոուներ կազմակերպելուց առաջինն են, բայց նստել, պարզապես հավաքվել իրար գլուխ, խելքի տալ, ախտորոշել մեր երկրի իրողությունը, այդտեղ այդ մարդկանց դա չի հետաքրքրում։ Գիտեք, սա ցավալի իրողություն է, սա ազգային աղետ ես կարող եմ անվանել, եւ այս համաժողովը կազմակերպել ենք, եւ ես մոտավորապես այդպիսի պատկերներ ակնկալում եի, եւ քանի որ ես նման կոմպլեքսներ, նման խնդիրներ կամ իմ անձի հետ կապված չունեմ նման խնդիր, որ մարդկանց ներկայությունը պիտի ապահովի իմ քաղաքական կշիռը կամ իմ մասնագիտական կշիռը, ես նման ուրեմն կոմպլեքսներ չունենալով հատուկ որոշեցի, որ այս համաժողովը պիտի կազմակերպվի, այդ կուսակցությունները բոլորը պիտի հրավիրվեն, 3 նախագահները եւ նաեւ վարչապետը պիտի հրավիրվի եւ մենք պիտի այս պատկերը, որը այսօր ունենք, այս փոքրատիպ քանակությունը ի ցույց դնենք մեր ժողովրդի առջև։ Եվ ասենք, հարգելի ժողովուրդ, բոլոր են մարդիկ, ովքեր ամենօրյա ռեժիմով քննադատում են օրվա կառավարությանը, համեցեք, հա, քննադատում են օրվա կառավարությանը, խոսում են այն մասին, որ երկիրը փրկել է, իրենք են փրկողները, այսօր ցավոք այսպիսի քիչ քանակություն է ուրեմն հավաքվել այս համաժողովին։ Հիմա հարգելիներս, ավելի առարկայական ուրեմն անցնեմ խոսեմ մեր ուրեմն ճգնաժամի դրդապատճառների մասին։ Ցավոք Հայաստանի Հանրապետությունը անկախությունից ի վեր չորդեգրեց անկախ ձեռագիր։ Մեր ձախողումների դրդապատճառը ես գնահատում եմ առաջին հերթին դա։ Խորհրդային Միության այդ ժամանակաշրջանից եւ ժողովրդի հոգեբանության մաս։ Ցավոք մինչ օրս անգամ ես լսում եմ լուրջ մարդկանց, ովքեր խոսում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարության, այսպես ասած, դաբրոն պետք է տրվի դրսից, պետք է տրվի Մոսկվայի կողմից, պետք է տրվի Եվրոպայի կողմից։ Սա ես գնահատում եմ ազգային աղետ, սա ես գնահատում եմ ստրկամտության հերթական դրսևորում, որ քաղաքական գործիչները, չգիտեմ, հանրային տարբեր շրջանակներ գտնում են, որ ենթադրենք Ռուսաստանի Դաշնության նախագահը պետք է դաբրո տա, որպեսզի Հայաստանի հավաքական ժողովուրդը այստեղ երկրի ղեկավարություն ընտրի։ Կամ Եվրոպայի նստած ինչ-որ կուսակցություն պետք է ինչ-որ դաբրո տա, որպեսզի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր ազգային հիմնախնդիրները վերհանի եւ կարողանա ընտրել այն ուրեմն ղեկավարությանը, որը կլուծի այդ ազգային հիմնախնդիրները։ Այսինքն, հարգելիներս, մենք պետք է հստակ ախտորոշենք, որ ցավոք 91 թվականից մինչ օրս Հայաստանի Հանրապետության ժողովուրդը եւ քաղաքական շրջանակները գտնվում են տոտալ ստրկատիրական հոգեբանության մեջ։ Նրանք չեն կարողանում ինքնուրույն պատասխանատվություն ստանձնել սեփական երկրի, ուրեմն քաղաքական զարգացման եւ պետական չափանիշների զարգացման համար։
Իրենք անընդհատ հոգեբանորեն կախվածության մեջ են գտնվում դրսի ուժերից։ Այդ կախվածությունը հասել է նրան, որ այսօր ես տարբեր զանգվածային լրատվության միջոցներով ավելի շատ լսում եմ Մոսկվայի շահերը պաշտպանող քաղաքական գործիչների, ես լսում եմ Եվրոպայի շահերը պաշտպանող քաղաքական գործիչների, բայց ես չեմ լսում Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանող քաղաքական գործիչների։ Այնպիսի տպավորություն է, որ մեր քաղաքական դաշտի մեծամասնությունը փորձում են, չգիտեմ, ինչ-որ հարգանքի տուրք մատուցել կամ ինչ-որ այսպես նսեմացնել իրենց այն գործիչների առջև, ովքեր այսօր աշխարհն են կառավարում։ Բան չունեմ ասելու, մենք պետք է հաշվի նստենք այսօրվա աշխարհակարգի հետ, մենք պետք է հարգենք գերտերությունների ղեկավարներին եւ պետք է հարգենք գերտերություններում տիրող աշխարհակաղակական փոփոխությունները։ Բայց որպես սուվերեն պետություն, հարգելիներս, որպես միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ, ես ուզում եմ հասկանալ, որտեղից է ամրագրված մեր ազգային հոգեբանության մեջ այդ ստրկամտությունը, որ մենք դրանից չենք կարողանում ձերբազատվել եւ անընդհատ սպասում ենք, թե ով պետք է ինչ-որ մի տեր ենք փնտրում, որ այդ տերը պիտի գա եւ մեզ ասի, թե մենք մեր երկրում ինչպես կառուցենք մեր երկիրը։ Երբ որ մենք ինքներս գտնվում այսօր մեր ժողովուրդը, ինչի կարիք ունի մեր պետությունը, ինչպիսի սահմանադրություն է հարկավոր մեզ, որպեսզի մենք կարողանանք կառուցել այն պետությունը, որը ուզում ենք, որպեսզի դառնա երաշխիքը մեր ժողովրդի ուրեմն զարգացման, բարգավաճման եւ հարատևման։ Սա այն գլխավորագույն խնդիրներից է, որը ես առանձնացրել եմ ինձ համար, եւ հետո կուզեմ խոսել հարգելիներս մեր մշակույթի, լեզվի դերի մասին։ Հիմա տեսեք, վերջին 34 տարիների ընթացքում մենք դարձանք բաց օրգանիզմ եւ ցավոք մենք դարձանք բաց օրգանիզմ, մեր սահմանները բացվեցին Եվրոպայի առջև, Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը եւ ցավոք կարծես հոգնած մեր մշակույթից, կարծես մտածելով, որ մեր մշակույթը ավելի նսեմ է, ավելի ցածր է, կարծես մենք Եվրոպայից ավելի շատ բան ունենք սովորելու, Ռուսաստանից ավելի շատ բան ունենք վերցնելու, մենք մեր մշակույթի դերը նսեմացրեցինք, մեր լեզվի դերը նսեմացրեցինք։ Այսօր կրթական շատ միջավայրերում կտեսնես, որ խոսում են, չգիտես ինչու, ռուսերենով, խոսում են, չգիտես ինչու, ինչ-որ օտարա լեզու, հա։ Եվ բանը հասել է նաև նրան, որ քաղաքական դաշտում արդեն ծլարձակում են նաև այնպիսի գործիչներ, որոնց քաղաքական խոսույթի հիմքը դա հայհոյախոսությունն է։ Դուք պատկերացնում եք, ինչպիսի ողբերգության առջև ենք մենք այսօր կանգնած, եւ ողբերգությունը շարունակում է նաև այն աստիճան, հարգելիներս, որ նաև կա հասարակության մի լայն զանգված, որը սպառում է այդպիսի հայհոյախոսությունը, որը պետական չափանիշների այն ոսկեղենիկ մայրենին, այն մաշտության մաքրամաքուր մայրենին, որը իսկապես այն նարեկացու մաքրամաքուր այդ խոսքը այլևս այսօր հետին պլան է մղվել, դուք հասկանում եք, հա, եւ այսօր հայհոյախոսությունը արդի է, եւ այդ հայհոյախոսությունը լսելի եւ տանելի է մեր հասարակության համար։ Մինչդեռ մի քանի ժամանակաշրջան առաջ, եթե մենք խոսեինք օրինակ նման իրողության մասին, մեզ կթվար, թե դա ուտոպիա է, չէ՞, ինչպես կարող է նման իրողություն հասունանալ մի օր, որ քաղաքական դաշտում հայհոյախոսությունը դառնա քաղաքական կատեգորիա։ Բացի այդ, հարգելի հայրենակիցներ, հարգելի հյուրեր, հարգելի ներկաներ, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը, որը 90 թվականի օգոստոսի 23-ին ընդունվեց եւ Հայաստանի Հանրապետության, ուրեմն անկախ հանրապետության իրավարար փաստաթուղթն է հանդիսանում, կարծես դարձավ ուղղակի հռչակագիր, մնաց թղթի վրա, եւ այդ հռչակագիրը հետո չկենսագործվեց եւ չմտավ մեր պետական քաղաքականության շրջանակներ։ Այս 34 տարիների ընթացքում ոտնահարվեցին անկախության հռչակագրի բոլոր դրույթները։ Կարծես դրանք պարզապես ինչ-որ գերագույն խորհրդի նիստի ժամանակ ընդունված մի հնչյուն էին, բառակույտ էին, որոնք հնչեցվեցին եւ դրանից հետո կարելի է փաստաթուղթը ծալել դնել մի կողմ եւ ընդհանրապես դրան չանդրադառնալ։ Ահա այսպիսի իրողություն տիրեց մեր երկրում, հարգելի հայրենակիցներ, ընդհուպ միջև կներեք, ընդհուպ միջև նաև հարցը Արցախյան ուրեմն խնդրին առնչվող,
Մեր անկախության հռչակագրում հարգելի հայրենակիցներ ամրագրված է հետևյալը, որ դեկտեմբերի 1-ի որոշումը, 89 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը, որով հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը եւ Լեռնային Ղարաբաղի ազգային խորհուրդը որոշում ընդունեցին առ այն, որ վերամիավորում է տեղ ունենում Լեռնային Ղարաբաղի եւ հայկական ԽՍՀ-ի, եւ դա դարձավ անկախության հռչակագրում ամրագրված դրույթ։ Դրանից հետո ձևավորված ուրեմն առաջին ղեկավարությունը Հանձինս Լևոն Տեր-Պետրոսյանի պարտավոր էին հանրաքվեն, անկախության հանրաքվեն, որը անցկացվեց Հայաստանի Հանրապետությունում, իրականացվեր արդեն նաև Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության մասնակցությամբ։ Ցավոք դա եւս չարվեց եւ անկախության հռչակագրի այդ հիմնարար դրույթը, որ մենք կարող ենք 91 թվականին այս դեկտեմբերի 1-ի որոշումը կենսագործել, Լեռնային Ղարաբաղի վերամիավորման համար գործուն քայլեր ձեռնարկել եւ արդեն 91 թվականից վերամիավորված Արցախ ունենայինք Հայաստանի Հանրապետության շրջանակներում, մենք դա չարեցինք, մենք 30 քանի տարի բերեցինք հարցը, բերեցինք, ինչ որ չգիտեմ, Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման օրակարգի շրջանակներում փորձեցինք զարգացնել, վերջում մենք տեսանք, որ 20 թվականի պատերազմում մի քանի օրում մեր հայրենիքի այդ մի մասը հանձնվեց ուրեմն ադրբեջանցիներին առանց որևէ կրակոցի։ Ահա սա տեղի ունեցավ մեր ուրեմն քաղաքական հասարակական կյանքում հարգելի հայրենակիցներ։ Ուրեմն հաջորդ հարցը, որի մասին ես ուզում եմ խոսել, հարգելիներս, դա մեր ժողովրդի կտրվածությունն է այլևս պետությունից։ Ժողովուրդը այլևս սպասելիքներ չունի մեր պետությունից, եւ սա ազգային աղետ է։ 34 տարիների ընթացքում բոլոր քաղաքական ղեկավարություններից հիասթափված ժողովուրդը ի վերջո եկավ մի եզրակացության, որ ես այլևս պետությունից որևէ կապ պետության հետ չպետք է ունենամ։ Այսօր ցավոք պետական կառավարումը եւ ժողովուրդը դրանք լրիվ այլ հասարակական ուրեմն մարմիններ են։ Դրանք իրարից կտրված մարմիններ են եւ դրա վկայությունն է հերթական համապետական ընտրությունները, որին մասնակցում է ազգաբնակչության ընդամենը 30-ից 40%-ը։ Ազգաբնակչության 60%-ը չի մասնակցում ուրեմն համապետական ընտրություններին եւ մերժում է այդ համապետական ընտրությունները։ Իր համար չունենալով համապետական ընտրությունները չդիտարկելով որպես քաղաքական փոփոխությունների մեխանիզմ։ Եվ սա ամենակարևորագույն խնդիրներից մեկն է, որը մենք այսօր պետք է հասկանանք, թե ինչ ձևով ենք նորից վերականգնելու պետություն քաղաքացի կապը։ Ինչ ձևով ենք ապահովելու, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պատկերացնեն իրենց պետության մի մասնիկը, հասկանան, որ այդ համապետական ընտրությունների միջոցով իրենք կարող են իրենց երկրում իրապես քաղաքական նոր ղեկավարություն ձևավորել։ Իրապես քաղաքական փոփոխություններ ձևավորել, կարողանան դա այդ հոգեբանական կապը կարողանանք վերականգնել։ Իսկ դրա համար ինչ է անհրաժեշտ, հարգելի հայրենակիցներ, հարգելի հյուրեր, դրա համար անհրաժեշտ է, որպեսզի քաղաքական ուրեմն կուսակցությունը, որը հանդիսանում է այդ քաղաքական գործընթացների գեներատորը, կամ այն մարդիկ, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, իրենց խոսքի տերը լինեն, հասկանան, որ այդ քաղաքականությամբ զբաղվելը դա ժամանակավոր գործառույթ չի։ Դա խանութում աշխատանք չի, որ չգիտեմ, մի 6 ամիս գնացիր խանութում աշխատեցիր, հետո կարելի է այլևս չաշխատել այդտեղ։ Դա ինչ որ մի երրորդական, չորրորդական պաշտոն չի, որ գնացիր դա զբաղեցրեցիր, հետո կարելի է այլևս դրանով չզբաղվել։ Այսինքն մարդիկ, այն անձինք, ովքեր մտնում են քաղաքականություն, իրենք պիտի հասկանան, որ իրենց ճակատագրում բեկում է տեղի ունենում։ Իրենք այլևս պատասխանատվություն են վերցրել պետության եւ ժողովրդի ճակատագրի համար։ Եվ իրենք այլևս իրավունք չունեն սխալվելու, իրավունք չունեն նահանջելու, իրավունք չունեն հիասթափվելու, իրավունք չունեն հուսախաբ անելու մարդկանց։ Եթե ինչ-որ մի բան սկսվում է, ապա այն տրամաբանական ավարտ պիտի ունենա։ Հիմա տեսեք, մենք այսօր այս համաժողովով սկիզբ ենք դնում մեր ապագա պետության, ուրեմն չափորոշիչների ձևավորմանը։ Այս համաժողովը ուրեմն նվիրված էր նրան, որ կուսակցությունները պետք է ներկա լինեին եւ մեր նախկին ուրեմն ղեկավարները պիտի ներկա լինեին, հիմնական հյուրերը իրենք էին։
Դրանից հետո մենք արդեն նախատեսում ենք, որպեսզի մշակութային հանրության հետ համաժողով կազմակերպենք, դրանից հետո հաջորդ քայլը գիտական հանրության հետ պիտի լինի, սպորտային հանրության հետ պիտի լինի, պաշտպանության ոլորտի հանրության հետ պիտի լինի, առողջապահության ոլորտի, կրթության, գիտության, առանձին բոլոր ոլորտների ուրեմն ներկայացուցիչներին մենք հրավիրելու ենք եւ այսպես իրենց հետ խոսելու ենք այդ խնդիրների մասին։ Եվ նաեւ տալու ենք հետո լուծումներ, որովհետև խոսելը մի բան է, երբ որ հետո լուծումներ չես առաջարկում, դա էլ մեկ այլ բան է։ Հիմա բացի այդ հարգելի հայրենակիցներ, հարգելի հյուրեր, մենք պետք է հասկանանք, որ քաղաքականությունը ենթադրում է ուրեմն բարձր մասնագիտական կենսափորձ։ Ահա եկեք համայնապատկերը դիտարկենք մեր այսօրվա քաղաքական դաշտին։ Արդյոք քաղաքական դաշտը այսօրվա մեր կրում է այդ մասնագիտական ուրեմն բարձր ուրեմն կենսափորձի չափանիշները։ Իհարկե ոչ։ Ենթադրենք, որպեսզի կարողանաս առողջապահության ոլորտում աշխատել, դու պետք է բուհ ընդունվես, դու պետք է բավականին երկար ճանապարհ անցնես, որպեսզի քեզ թույլ տաս մտնել եւ առողջապահական թեմայով ենթադրենք դասախոսություն կարտաս որևէ բուհում կամ որևէ վիրահատություն իրականացնես կամ որևէ հիվանդի ընդունես։ Բայց չգիտես ինչու քաղաքականության մեջ ամեն ինչ գլխի վայր շրջված է։ Քաղաքականության մեջ կարող են մի խումբ մարդիկ հավաքվել, իրենց հրճակել, ինքնահռչակել քաղաքական գործիչներ, ովքեր կներեք հայերեն անգամ խոսել չգիտեն, այսօր մենք մեր քաղաքական դաշտում նաև ունենք այդպիսի դեմքեր, ովքեր անգամ հայերենի խոսքը մի քանի նախադասություն կապակցելու հնարավորություն չունեն, բայց ունեն փող, եւ այսօր Հայաստանի Հանրապետությունը վերածվել է քաղաքական դաշտը, վերածվել է բիզնես պրոյեկտի։ Այնպիսի քաղաքական համակարգ է ստեղծված, որ ով փող ունի, նա էլ գալիս է իշխանության։ Այս ուրեմն կարծրատիպերը մենք պետք է կոտրենք, բոլոր այն մարդիկ, ովքեր ուզում են, որպեսզի մոտ ապագայում մենք ձևավորենք այնպիսի քաղաքական ղեկավարություն, որը իսկապես կկարողանա չափանիշներ ապահովել եւ ոչ թե փող, որովհետեւ փողը ինձ համար ընդհանրապես միջոց է։ Անշուշտ փողը անհրաժեշտ է, որպեսզի մենք կարողանանք փոփոխություններ անել, բայց այդ փողը գալու է եւ մեր երեխաներին ապահով կրթություն է ապահովելու։ Այդ փողը գալու է եւ մեր իրավունքներն է պաշտպանելու։ Այդ փողը գալու է եւ այնպիսի չափանիշներ է ձևավորելու, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին բարձր կենսաթոշակ ունենա եւ բարձր աշխատավարձ ունենա։ Այդ փողը գալու է, որպեսզի մեր երեխաների առողջությունը ապահովագրի։ Հասկանում եք, ինչ իրողություն է տիրում այսօր քաղաքական դաշտում, եւ այս քաղաքական համակարգը միտումնավոր է այդպես ձևակերպված։ Հասկանում եք, 34 տարի ձևավորված է մի քաղաքական պետական համակարգ, որպեսզի հանրության առողջ ներուժը այդ գումարի պատճառով հնարավորություն չունենա վեր բարձրանալ եւ կարողանալ ղեկավար դիրքերից կառավարել իր երկիրը եւ ժողովրդին։ Ահա միտումնավոր ստեղծված են այդպիսի քաղաքական խաղի կանոններ, որպեսզի մեր երկրում անընդհատ անգրագետ փողատերերը գան եւ Հայաստանի Հանրապետությունը վերածեն բիզնես պրոյեկտի։ Ընտրություններից ընտրություն կարողանան ժողովրդի ուղեղը լվան, այսպես ժողովրդին մոբիլիզացնեն, ձայները գողանան ու հետո իրենց բիզնես ծրագրերը կյանքի կոչեն։ Այն ամենը, ինչ որ իրենց բիզնես շրջանակներին է բնորոշ։ Իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացին կքած մնա այս ուրեմն բարձր գնային համակարգում, այս ցածր նսեմացուցիչ աշխատավարձերի շրջանակներում, այս ցածր նսեմացուցիչ կենսաթոշակների ուրեմն միջավայրում։ Չլինեն չափանիշներ, մարդը ամբողջ կյանքը ուրեմն ծառայի Հայաստանի Հանրապետությանը, որևէ ոլորտի թոշակի գնա ստանա 30,000 դրամ թոշակ, չկարողանա անգամ իր տարական անհրաժեշտ բաները ապահովել։ Դուք հասկանում եք ինչպիսի քաղաքական համակարգ է այսօր ձևավորված մեզ մոտ, եւ եթե շահակրկի շրջանակներս, հարգելիներս, մենք չհասկանանք, որ այդ փողատերերին չի հետաքրքրում այս պետությունը, փողատերերին չի հետաքրքրում ժողովրդի բարեկեցությունը, փողատերերը չէին մտնի քաղաքականություն, եթե ենթադրենք բանդախցում չհայտնվեին, կամ իրենց քաղաքական ինչ-որ հետապնդումների չենթարկեին, այդ փողատերերը չէին մտնի քաղաքականություն, որովհետև 34 տարի այդ փողատերերը իրենց ապահով
բիզնեսների գլխին կանգնած են եղել եւ թքած են ունեցել Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի վրա։ Մենք սա պիտի գիտակցենք եւ հասկանանք եւ բոլոր այն քաղաքական շրջանակներս, ովքեր ուզում ենք մեր երկրում վերջապես ոչ թե փողի վրա հիմնված պետական քաղաքական համակարգ կառուցել, այլ պետական ազգային չափանիշների վրա հիմնված քաղաքական պետական համակարգ կառուցել, միավորվենք, գումարվենք։ Ես իսկապես ինձ հաճախ հարց եմ տալիս, գիտեք հարգելիներս, ի՞նչն է խնդիրը, որ մենք չենք կարողանում համախմբվել։ Ի՞նչն է խնդիրը, որ մենք չենք կարողանում գումարվել։ Լավ, միթե չենք կարող մի ընդհանուր ծրագիր դնել, ուրեմն սեղանի վրա, այդ ծրագիրը ամրացնենք յուրաքանչյուրս մեր մտավոր ներուժով, այդ ծրագիրը մենք ամրացնենք մեր կենսափորձով եւ դարձնենք մեկ ազգային նպատակ եւ մեկ ազգային ծրագիր։ Հիմա տեսեք, բոլորս գտնվում ենք մի նավում, որտեղ մոտավորապես 170 նավավար կա, հանձինս մեր կուսակցությունների, խմբեր կան, եւ այդ խմբերը ասում են, այ մեր նավավարը, այս նավը ավելի լավ կը ուղղորդի առաջ։ Եվ մենք այս նավի, ենթադրենք, այս ծակծկված տախտակամածը, այս ամեն ինչը ավելի լավ կնորոգենք։ Եվ այդպես պատկերացրեք, եւ այդ նավի վրա էլ մոտավորապես ահագին մարդ կա, որը արդեն խորտակվում է, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը ես համեմատում եմ ահա այդպիսի մի նավի հետ։ Եվ ամեն մի կուսակցություն ասում է, մեր նավավարը ամենալավն է, մենք ավելի լավ կկառուցենք, ուրեմն կնորոգենք այս խութերը եւ ձեզ ապահով տեղ կհասնենք։ Եվ ամեն մեկը իր համար տարանջատված նավի ինչ-որ մի անկյունում, չգիտեմ, ինչ-որ մի բանով է զբաղված։ Այդ նավը կարող է ունենալ ղեկավար, ղեկ, այդ նավի այդ ծակծկված այդ տախտակները կարող են նորոգվել եւ մենք արդյոք կկարողանանք այդ նավի վրա գտնվող այդ երեխաներին ապահով ափ հասցնել։ Իհարկե ոչ։ Հիմա նույնը հարգելիներս դիրում է մեր երկրում։ Նույնը անում են այս մեր կուսակցությունները։ Եվ հիմնականում եկեք խոստովանենք, որ այսօր քաղաքական համակարգը նորից եմ կրկնում այնպիսին է, որ քանի որ կուսակցությունները չունեն հստակ կայուն ֆինանսական միջոցներ, նրանք շատ հաճախ չեն էլ կարողանում ձևավորվել։ Դրանք մարդ կուսակցություններ են կամ խմբային կուսակցություններ են, որոնք ենթադրենք վաղ այսօր ինչ-որ մի կուսակցության ձայն տվեցին եւ այդ մարդիկ պիտի պետություն ղեկավարեն։ Պետությունը բազմավորորդ է։ Պետության բոլոր ոլորտներում անհրաժեշտ են կադրեր, անհրաժեշտ են լուրջ մասնագետներ։ Ենթադրենք այդ կուսակցության փոքր քանակը խումբը կարողանալու է պետությունը ղեկավարել այնպես ինչպես պետք է։ Իհարկե ոչ։ Ուրեմն որպեսզի կարողանանք պետությունը ճիշտ ղեկավարել, չէ՞, պիտի բոլոր կուսակցությունների ներուժը համախմբենք մեկ ազգային նպատակի, մեկ ազգային ուրեմն ծրագրի շուրջ։ Տեսնենք, այս կուսակցությունում առողջապահության ոլորտի ավելի լավ մասնագետներ կա, բերենք այդ մարդկանց առաջին պլան։ Այն մի կուսակցությունում կրթության ոլորտի լավ մասնագետներ կա, այդ մասնագետներին բերենք առաջին պլան։ Այն մի կուսակցությունում ռազմարդյունաբերության ոլորտի լավ մասնագետներ կա, այդ մասնագետներին բերենք առաջին պլան։ Եվ ամենակարևորը, հարգելիներս, բոլոր այն մարդիկ, ովքեր կայացած են, նրանք անձի խնդիր չունեն լուծելու։ Մենք սա պետք է հասկանանք։ Ինչ խնդիր է դնում, անձի խնդիր դնում են այն մարդիկ, ովքեր կայացվածության խնդիր ունեն։ Ովքեր չեն կայացել դեռ, դրա համար իրենք հենց իրենց անձի շուրջ են տեսնում այդ համախմբումը։ Բայց համախմբումը կարող է տեղի ունենալ երկրի առողջ ազգային ներուժի շուրջ։ Այդ մի անձը ուզում է հուրիփերի լինի, ուզում է, չգիտեմ, վիրտուոզ լինի, ուզում է հանճարեղ լինի, այդ մի անձը չի կարող երբեք պետություն ներկայացնել։ Եվ ահա այդ քաղաքական պետական չափանիշները կառուցել այդ մի անձի շուրջ, անձը անհատին դարձնել երկրպագության առարկա, ես դա համարում եմ մեր ամենամեծ ողբերգություններից մեկը։ Մենք մեր ազգային ներուժը պիտի դարձնենք պաշտամունքի առարկա։ Մենք մեր լավագույնների համախումբը պիտի դարձնենք պաշտամունքի առարկա։ Մենք մեր այդ համախումբի կատարած գործը պիտի դարձնենք պաշտամունքի առարկա։ Եվ ոչ թե ինչ-որ մեկին, չգիտեմ, այսպես անձը բանանենք եւ ամբողջ օրը փառաբանենք։ Ահա
Ես իմ գլխավոր մեսիջը, որը ուզում եմ հղել ձեզ, հարգելի ներկաներ, դա է, որ Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցությունը չի ուզում անձակենտրոն, ուրեմն պետական քաղաքականություն վարել։ Մենք ուզում ենք, որպեսզի ձևավորվի քաղաքական, հանրային շրջանակներից այն առողջ, պրոֆեսիոնալ համախումբը, որը իսկապես մեր երկիրը առողջ մասնագիտական գրագետ ծրագրի հենքի վրա կկարողանա դուրս բերել այս իրողությունից։ Ահա սա է մեր այսօրվա մեսիջը, որը մենք հիմնական մեսիջը, որը ուզում ենք ձեզ հղել։ Ես խոսքը փոխանցեմ նաև Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցության փոխնախագահ պարոն Հովհաննես Հովհաննիսյանին, պահուստի ուրեմն փոխգնդապետ, ինքն էլ իր խոսքը կազմակերպի եւ հետո խոսքը տամ նաև մեր հյուրերին։ Հարգելի գործընկերներ, մեր այսօրվա համաժողովի իմաստը միայն մի բանում է կայանում, որ մենք պետք է կարողանանք գնահատել մեր պետության քաղաքական ճգնաժամը։ Ինչու է այն առաջացել, ինչ դրդապատճառներ են նրան դա դրդել, որ դա կատարվի, եւ բացի դրանից ինչ ելք մենք կարող ենք նշել դուրս գալու համար ստեղծված իրավիճակից։ Գաղտնիք չէ, որ ծնագնդի նման մեր պետությունն ու ժողովուրդը գլորվում են դեպի անդունդը։ Գնալով այդ ծնագունդը ավելի է մեծանում եւ կարող է մի պահ գալ, որ նրա դեմը արդեն հնարավոր չլինի առնել։ Այսինքն դա նշանակում է կործանում, եւ բոլորս լավ հասկանում ենք, որ կարող է այդ կործանումը տեղի ունենալ։ Հաշվի առնելով ոչ միայն ներքին դրդապատճառները, այլ նաև հենց արտաքին դրդապատճառները, որոնք որ իրենց շահերից ելնելով ցանկանում են այդ քայլին գնալ։ Արդեն առաջի 100-ամյակը չի կամ երկրորդ 100-ամյակը չի, որ նրանք այդ քայլին ցանկանում են գնալ։ Ինչևէ, եկեք մենք խոսենք այս պահին մեր ճգնաժամի վերաբերյալ։ Ճգնաժամ ասելով մենք ինչ պետք է հասկանանք։ Հասկանում ենք հիմնականում տնտեսական ճգնաժամը, երբ որ ասենք արտադրանք է շատ լինում եւ հնարավոր չէ այն իրացնել եւ առաջանում է այդ ճգնաժամը։ Սակայն ի տարբերություն նմանատիպ ճգնաժամի Հայաստանի Հանրապետության համար ներկա վիճակում ճգնաժամը ոչ միայն տնտեսական ու արտադրական է, ճգնաժամը նաեւ սոցիալական է, ազգային է, ամենուր է այդ ճգնաժամը։ Եվ այդ ճգնաժամը նոր չի առաջացել, որ ասենք վերջի մի քանի տարիների ընթացքում ստեղծված իրավիճակից, այլ այդ ճգնաժամը առաջացել է հենց Հայաստանի երրորդ հանրապետության ստեղծման առաջի օրվանից։ Երբ անլուր կատաղությամբ, ատելությամբ լցված երկրորդ հանրապետության նկատմամբ ամեն ինչ վերաբերում էր երկրորդ հանրապետությանը որոշված ոչնչացնել։ Դա արդյունաբերությունը կլիներ, արտադրությունը կլիներ, դա կլիներ մշակույթը, դա կլիներ պատմական, ասենք ինչ-որ մի կառույցներ եւ այլն, ամեն ինչ։ Այն ինչ որ ստեղծվել էր երկրորդ հանրապետության ժամանակ, գաղտնիք չէ մեզ բոլորիս համար, շուրջ 2 տասնամյակ արդեն դա թալանվում է, տարվում է եւ դեռ չի վերջանում։ Բայց եւ այնպես մեր երրորդ հանրապետությունը նշում է մի բան, որ երկրորդ հանրապետությունը դա բռնապետություն, դա չգիտեմ ինչ էր ներկայացնում եւ այդ ամբողջի հետևանքով հարկավոր է այն չընդունել։ Առաջի հանրապետության ստեղծումը եւ այլն մենք ընդունում ենք։ Երրորդը ընդունում ենք, տոնական ենք համարում, բայց երկրորդը չենք ընդունում։ Լավ, Աստված դրա հետ, հարցը դրանում չկայանում։ Հարցը ստեղ այլ ոլորտում է կայանում։ Ինչն էր պատճառը, որ միթե մեր անձնավորությունները, ովքեր որ ղեկավարում էին երրորդ հանրապետությունը սկսված առաջին օրվանից, ինչը գրագետ մարդիկ չէին հասկանում, իհարկե ոչ։ Ինչու համար կործանվեց արտադրությունը։ Տեսեք միայն Գյումրիի օրինակը բերենք, այն օրը մենք քննարկում ենք Տիգրանի այդ մասին, 10-ից ավելի մեծ հզոր ձեռնարկություններ, որտեղ որ աշխատում էր կարելի ասել բնակչության աշխատավոր մասի մեծ մասը եւ ոչ միայն Գյումրի քաղաքի, Լեննական քաղաքի, այլ նաեւ շրջակա գյուղերից այժմ փակված է։
Եվ ինչ-որ փոքր մանր ձեռնարկություններ են գործում, վերցնենք Երևանը, արդյոք նույնը չի, ինչպեսի հազոր կառույցներ փակեցին, վերացրեցին, եւ հետևանք եղավ այն, որ իրանց արևին բիզնես էին կատարում, այդ ամբողջը մետաղի ջարդոնի նման տարվեց հանրապետությունից դուրս։ Հետևանքը որներ այդ ճգնաժամ ես կասեմ։ Ինչպես։ Բայց ոչ իշա հանրապետության։ Դա մասնավոր էր, որտեղ այդ լրիվը ամբողջը մասնավորեցվեց այդ տխրահարճակ վաուչերների միջոցով եւ կատարվեց այդ գործողությունները։ Այստեղ վտանգավորությունը ոչ թե ասենք այդ գործարանները այդ աշանի փակումն էր, այլ այն, որ տասնյակ հազար աշխատավորներ կորցրեցին աշխատանքը։ Այսինքն իրանց ընտանիքը կերակրելու ոնց ասենք հնարավորությունից զրկվեցին։ Գործադուլ, որ ասենք ներողություն, որ մենք ասում ենք գործազրկություն առաջացավ, որ մեր պետության ու ժողովրդին հատուկ չէր։ Դերեք եք նայենք տեսենք մեր հին ժամանակներից մի 2000 տարի առաջ Եղիշենը խորենացի չէին ասում մեզ, որ Հայաստանի Հանրապետությունում չկար միթից հող, որ մշակված չլեր, ինչ է դա նշանակում, որ աշխատավոր դասակարգը աշխատում էր, պետությունը հնարավորությունը ստեղծել էր, նրանք այդ ամբողջ անում էին, բերք ու բարեկը ստեղծում էին և բոլորն էլ ապրում էին նորմալ։ Սա է նշանակում մեր ներկա ժամանակվա այդ դրվածքով։ Իսկ մենք ներկայումս ստեղծեցինք ասենք գործազրկությունը, ստեղծեցինք մարդկանց ընչազրկություն դառնալու պահը եւ հետևանքը որն էր։ Հետևանքը այդ անձնավորությունների իրենց ընտանիքը պահելու համար ստիպված պետք է թողեին հեռանային հանրապետությունից դուրս գնային եւ հետևանքը այն էր, որ մեր մտավոր դասակարգը, մեր մտավորականները, մեր աշխատավորները գնում էին Ռուսաստան կամ մեկ այլ ուրիշ պետություն, կներեք են որ ասում են գնում էին ասֆալտային։ Այն դեպքում որ նրանք պետք է աշխատեին ուղերով։ Ահա սա էր հարվածը մեր ժողովրդին որ տրվեց այդ ժամանակահատվածի համար։ Հացանակօրինակ բերենք։ Մեր բոլոր ղեկավարների ժամանակ ես չեմ ցանկանում անունները նշել, որտեղ դրա իմաստը չեմ տեսնում այս րոպեից, ինձ այնց ավելի լավ գիտեք, մեր հանրապետության հրապարակը նայեք։ Դուք բոլոր տեսած կլինեք ժամանակին Լենինի արձանի տակի պատման տանը։ Գեղարվեստական մշակույթի նմուշ։ Ինչ եղավ այն։ Ինչու այն քանդվեց եւ վերածա մեջտեղից, ուր գնաց։ Կամ երիտասարդական պալատը բացվեք։ Մենք խոսում ենք մշակույթից նրա պաշտպանումը, խոսում ենք որ արտասահմանում չոչնչացնեն մեր հայկական մշակույթը, մեր հուշարձանները, բայց ինչ եղավ մեզ մոտ։ Արդյոք այդ նույնը չէր։ Կամ թեկուզ Երևանի կենտրոնում, եթե մենք նայում ենք մյուս մեր նախագահի ժամանակ, արդյոք նույնը տեղի չունեցավ մշակույթի հետ կապված։ Քանդվեց հին Երևանը, շենքեր, որոնք որ այոս կապեց հուշարձաններ էին։ Նույնիսկ պատճառ բռնեցին, որ այդ շենքերը հատուկ քայլերը հաշվարկած, տվագրված, պետք է տեղափոխեն մեկ ուրիշ տեղ, կառուցեն նորից որպես դա լինի։ Ինչ եղավ։ Եղավ այն, որ երկաթ բետոնե ջունգլին առաջացավ մեր կենտրոնում, հիմա այստեղ, որ խորտ են մեր Երևան քաղաքի, իր տուֆակեր լինելու, խորտ է։ Նախնական նախագծման օրենքի համապատասխան։ Անկեղծորեն ասած ընկերներ, ես մեր հյուսային պողոտայով այս մասով չեմ կարողանում քայլել։ Ես եթե ես կողմով պետք է գնամ, միշտ շրջանցում եմ, չեմ կարողանում, դա ինձ համար խորտ։ Ինչևէ հարցը սրանով ես չէի ուզում կանգ առնեի, որպես նշեի, հարց այստեղ կայանում էր հետևյալում, որ դուք ինքներդ վկա եղաք եւ տեսաք։ Վերջին տարիներին մենք տեսնում ենք, որ նույն ձևով մշակույթին հարվածը գնում է, նույն ձևով պետությանը հարվածը գնում է, ինչպես ինչը նշանակում, որ դասագրքերից անվում է Մեսրոպ Մաշտոցի նկարը։ Ինչ է նշանակում, որ հայ ժողովրդի պատմությունը վեր են ածում միայն եւ միայն հայոց պատմության վերջի ժամանակահատվածի համար, Հայաստանի պատմություն, այո, դրան են վերածում։
Իսկ մի քանի օր առաջ ես հերոսատեսությամբ դիտեցի, թե ինչպես ասում է, իսկ ինչ ենք մենք հայոցը ասում փաստորեն Հայաստան եւ այլ, պետք է դրանք տարանջատել։ Այսինքն մենք տեսնում ենք, որ կտրում են մեզ բոլորից մեր արմատներից ներկա վիճակում։ Վտանգը հասարանում է։ Ինչ է այս ամբողջը նշանակում գեներից կցանկանայի այստեղ իմ խոսքը շարունակել ոչ թե ասենք թե իմ բառերով, այլ հին Հռոմի կայսերից մեկի Մարկոս Ավրելիոսի խոսքով, երբ նա Հռոմի կործանումը, որ արդեն սկսվել էր, նա ասել էր, որ մենք ավերեցինք մեր հասարակության եւ մարդկանց կուլտուր-բարոյական հիմքերը։ Այդ կուլտուր-բարոյական հիմքերը նաև մեր ժամանակ, եթե մենք վերցնում ենք, ես հիմա կարդամ թվարկեմ, որպեսզի դուք էլ իմանաք ինչքանով է դա մեզ հարազատ թե չէ։ Սերունդ է սերունդ դարերով փոխանցվող արժեքներ, ավանդույթներ։ Մեզ մոտ դա վերանում է։ Խիղճ, պատիվ, արժանապատվություն, աշխատասիրություն, լեզու, արվեստ, ժողովրդական արվեստները, նույնպես արհեստները, պատմական հիշողությունը, մեր ժողովուրդը միշտ լավատես է եղել, հավատքով է ապագայի նկատմամբ լցված եղել, այժմ նա դա ունի, չունի։ Եթե այդպեսին լիներ, ապա նրանք ընտրությունների ժամանակ բոլորը կգնային այդ ընտրատեղամասերը և կընտրեին։ Իսկ անցյալ ընտրությունների ժամանակ ովքեր գնացին, ընդամենը մի քանի հոգի, մի 10% ոչ ավել, այն էլ հավանաբար այնպես ազդավորություններ, ովքեր որ շահագրգռված էին իշխանության վերարտադրողությամբ։ Դա արդեն փաստորեն միանգամայն ուրիշ կայն է։ Այն աշյանի է մեր ժողովուրդը իր հավատը կորցրել, իր լավատեսությունը կորցրել, որ ցավոք սրտի այդ քայլին է գնում։ Բացի դրանից, մենք պետք է իմանանք նաև հետևյալը. ինչու համար է ժողովուրդը այս վիճակին գնում։ Նրա մոտ ջնջվում է պատմական ոնց որ ասում են հիշողությունը։ Փորձում են դա ջնջել։ Մենք պետք է դա թողենք թե ոչ, իհարկե ոչ։ Ազգային արժեքները անտեսվում են։ Չեն կարող դա թողել։ Ազգային սրբություններին հարված են տալիս։ Հանվում են Մասիսցարի հասկացությունը, մեր սուրբսերը։ Ինչպես կարող ենք մենք սա ընդունել, ես ուղղակի չեմ կարող պատկերացնել։ Կամ հոգևոր արժեքների ինչ է նշանակում, որ մեր հոգևոր արժեքների հետ կապված ներկայումս երիտասարդ տղաները, եթե դուք հիշում եք 1-2 տարի առաջ, թե ինչպես ձեռք էին բարձրացնում մեր վեհապարի եւ մի քանի ուրիշ բարձրաշան հոգևորականների վրա, երբ որ նրանք գնացել էին Նորավան։ Չգիտեմ դուք հիշում եք այդ Հիմա ինչ է կատարվում։ Տրամաբանական շարունակություն։ Հիմա, այո, տրամաբանական ավելի վատ վիճակն է կատարվում, այո, հավատի նկատմամբ, հոգևոր արժեքների նկատմամբ։ Չեն ցանկանում ենք դա։ Այն դեպքում, որ հայ ժողովուրդը իր այդ հոգևոր արժեքների համար նույնիսկ ժամանակին իր երեխաներին չի բրկել, բայց բրկել է այդ արժեքները։ Հասարակ օրինակ։ Անցյալ տարի 15 թվականի ցեղասպանության ժամանակ ինչ էր տեղի ունենում։ Նույնիսկ եկեղեցու դուռը շալակած տանում էր, իր երեխային չէր տանում։ Եվ այդ ամբողջ մատյանները, նարեկը, ամեն ինչը վերցած, բերում էին, հասցնում էին մեր մատենադարանին։ Եվ այնտեղ հիմա դրանք պահվում են։ Ահա հավատը, որ եղել է մեր մարդկանց մոտ։ Իսկ հիմա մենք այդպեսի բան կանենք։ Որովհետև այս տանելու տեղ չունենք։ Դա նաև իր հերթին։ Այն ժամանակ այո, դուք մի անգամայն իրավացի եք, այն ժամանակ, եթե կար դերևս Արևելյան Հայաստանը, որտեղ կարող էին տանել։ Կամ ներկա տարում, երբ որ կար մեր Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախից կարող էինք մենք մեր մարդկանց բերել, իսկ հիմա Հայաստանից ուր եք տանել։ Այդ մասին նույնպես մենք պետք է մտածենք եւ դարավոր արմատներից կտրել փաստորեն մեր ժողովրդին եւ միայն վերցնել վերջի մի քանի տարին, ես դա չգիտեմ, ճակատագրական սխալ եմ համարում։ Ես նույնիսկ հիշում եմ սրանից հավանաբար մի 30 տարի առաջ Խորհրդային Միության ժամանակ մեր պատմաբանները, ինչքան գիտեմ նաև Հրաչիկ Սիմոնյանն էր այդ հարցով զբաղված, համարում էին, որ ուրարտացիներից հետո Ուրարտուն դարձել է մեր Կովկասի 3 ժողովուրդների
նախնիները դա էին ասում, որ մենք իբր թե այն ժամանակ ենք առաջացել, այ ժողովուրդը, այն դեպքում, որ մոռանում ենք, որ մենք ունեցել ենք հայտնապետ, ունեցել ենք այդ մեր դյուցածուներին, կամիուսներին, վահագն ենք ունեցել եւ այլն։ Ահա մեր մտավոր դասակարգի, մեր մտավորականների կատարած աշխատանքը այստեղ։ Եվ նույնը հիմա ինչ է կատարում մեր մտավորները։ Եկեք չմոռանանք, որ շատ կարևոր հանգամանք։ Մտավորականությունը միշտ էլ եղել է մեր ժողովրդի շարժիչ ուժը։ Ցանկացած ժամանակ, եթե մենք վերցնենք, եթե ինչ-որ մի բան է տեղ ունեցել, ապա անպայման նրա գլուխը կանգնած է եղել մտավորականը։ Եվ այժմ էլ մենք փաստացի տեսնում ենք այդ նույնը, որ մեր մտավորականները մի կողմ քաշված, մի կտոր հացի համար տիրոջ սեղանից դարձնելու համար, նրանք փաստորեն կարող են այլ քայլերի գնալ։ Սա իհարկե վտանգավոր երևույթ է։ Հետո բացի դրանից ներկա ժամանակներում ինչպիսի վտանգավորություն մենք ունենք, որ արդեն եթե ոչինչ չունենք արդեն թալանելու, ստիպված երկու ուղղությամբ ենք գնում։ Տարածքներ ենք տալիս մեր թշնամու խաղաղության անվան տակ, պլյուս դրան, որպեսզի կարողանանք ապահովենք մեր ղեկավարության, մեր ոնց որ ասում են այդ իշխող դասակարգի ֆինանսական միջոցները կատարում է ցանկացած ոլորտի, տուրքերի, հարկերի փաստորեն աստղաբաշխական թանկացում։ Աստղաբաշխական թանկացում։ Եվ դա կատարում ոլորտը վկա է։ Այդ պասենք չի ցանկանում դրան այդքան կանգ առնել։ Հետո եկեք մենք չմոռանանք, որ ինչ է դարձել մեր պետությունը։ Դերևս մի 20-30 տարի առաջ մենք ասում ենք, որ պետք է կառուցենք իրավական պետություն։ Տալիս ենք իրավական պետության, ոնց որ ասում են, չափանիշները, որ պետք է ծնանք մենք ապահովեն, որոնց մեջ առաջի հերթին դա դատական համակարգի անկախությունն էր։ Իսկ ներկայումս ինչ է կատարում, դուք շարժություն չեք դարձրել։ Փողոցով, եթե դուք գնում եք, անպայման ոստիկանական մեքենաները բոլորը իրանց միացրած այդ ազդանշանները գնում են։ Աղմուկ են առաջացնում, որի համար դերևս 20-30 տարի առաջ պայքարում էին։ Եվ հատուկ նշում է, թե որ մեքենաները, նույնիսկ ոստիկանության մեքենաները իրավունք ունեն, որ դեպքերում այդ շապտերը իրանց միացնեն։ Դրամարնակ նաև ունեն լույսը, որ լույսը պետք է պտտվի։ Դրա համար 4 սամյա կրթություն չի, որ պետք է, որ ոստիկանները ունեն։ Դրա համար պետք է բարձր։ Դե իհարկե մենք այստեղ հասկանում ենք, որ մեր տեքինը դուրսվել է։ Ես չէ, համենը ձեզ այդ համախոհ ու լրացում որպես կողքի չէ։ Արեք լրացում ինչքան կուզեք, բայց ամենակարևորը այն է, որ եկեք պայմանավորենք, որ դուք նաև իմ կամ մեր կուսակցության քաղաքական գործունեությանը նույնպես լրացում կարեք։ Եկեք այն ժամանակ կիմանամ։ Շատ բանկերներ են եւ ես չի ծանոթ չենք։ Կարևոր հանգամանք, հետո գնեն, նայեք տեսեք, այս րոպեից արևմուտքին անդադ մենք ասում ենք կարևմուտք կգա, մեզ կփրկի, նոր այստեղ գալուց, ես տեսնում եմ, որ կծրած ես պատի վրա, մյուս կողմը, Արնո Բաբաջյանի Արձանի կողմից ընդեղ, որ Եվրոպան մեր ապագան է, Եվրոպան մեզ կփրկի, գնալուց պատահաբար, տեսպատեք նայեք, տեսեք կա, այդ պատի փակցրած է։ Կարող եք պատմության մեջ մի օր ասել կամ թեկուզ մի ժամ, որ Եվրոպան օգնել է Հայաստանը։ Չկա այդպիսի։ Չէ, կա պարոն Հովհաննիսյան, այդտեղ ես ձեզ հետ համակարծիք չեմ։ Դուք կարող եք համակարգիչ չլինեք, այդ ձեր գործն է, բայց ես ասում եմ, որ այդպիսի բան ես չեմ տեսել։ Եվ չենք էլ կարող տեսնել, որտեղ հենց Եվրոպան այն անձնավորություններն են, ովքեր որ զբաղված են միայն մի նպատակով, ինչպես անեն իրենց շահը, որպեսզի կարողանան առաջ տանել։ Այս տեսանկյունից։ Եվ հիմա այս րոպեի մեզ մոտ, եթե մենք տեսնում ենք, ինչ է տեղ ունենում։ Հայաստանը, որպեսզի կարողանան ավելի շատ կործանել, դարձնել իրենցով, այլասերվածությունը բերեցին, լցրեցին։ Մենք կարող ենք սրա դեմը կանգնել։ Անպայման պետք է, իհարկե։ Եվ դրա այդ միևնույն ժամանակ նաև գնաց համապատասխան այդ վիճակը մեր եկեղեցու հիմնարար սկզբունքների ու ժողովրդական ավանդույթների դեմ։ Ցիցերոնը ժամանակի մի լավ խոսք է ասել, որ անպատժելիությունը բերում է
հանցագործության։ Մենք հիմա մեր մոտ նայենք տեսնենք, քանի անգամ են դեպքերը եղել, որ բարձրաստիճան մեր ղեկավարները չեն պատժվել իրենց կատարած հանցագործությունների համար, չեմ ասում արարքների համար, հանցագործությունների համար։ Դուք էլ բազմաթիվ օրինակ դեպք բերեք, եղի կնոջ պաստորին դեպք վերցրեք, կամ այննալով Ռուբենի հետ սպանությունը, որ կատարվեց պաստորի ծիծեռնակում, դա վերցրեք, կամ մեր ժամանակաշրջանում, կամ ավելի հետ, որպես գնա կան դեպքերը։ Ինչքան են դեպքեր պատահում, կարդաց եք ինտերնետում, ինչքան է գրված, թե ինչպես բարձրաստիճան պաշտոնյաների բարեկամները իրենք հղպացած ինչեր են կատարում։ Ինչն է ծրա պատճառը։ Պատճառը մեկն է։ Ցիցերոնի ասածը ճիշտ է։ Անպատժելիությունը բերել է հանցագործության եւ նրանք անպատիժ են մնացել։ Պետք է պատժել։ Այսինքն ամենակարևոր հանգամանքը այստեղ ո՞րն է, որպես անհրաժեշտ է, որպես մենք ունենանք։ Հարկավոր է, որպես եթե իշխանությունը փաստորեն փոխվելու հարց կլինի ընտրություններից հետո, անպայման դատական համակարգը, որպեսզի անկախ գործի։ Այլ ոչ թե կան դատարանների դուռը փակեն, չթողեն, որպեսզի մտնեն այդ մարդիկ ներսում աշխատեն։ Ինչպես որ ժամանակին եղավ։ Կամ բավական է մի դատավոր, որը որ օրենքի ուժով շարժվում է, բայց ոչ իրեն ցանկությամբ, նրան աշխատանքից հեռացում են, անտուք ինչով կալանավորում են։ Իհարկե այսպիսի դեպքերը չպետք է լինի։ Այն ինչ որ մենք հիմա այստեղ ասեցինք, ես կցանկանամ դա կապել 1948 թվականին Միավորված ազգերի կազմակերպությունը դեկտեմբերի 12-ին ընդունեց ցեղասպանություն հանցագործությունը կանխելը եւ պատիժը դրա համար։ Եթե մենք այնտեղ նայում ենք սովորական ցեղասպանության հետ ինչպես է ասենք մոտի դեկա, չէ՞ որ պետությունը կազմակերպված կերպով էթնոսին ոչնչացնում է եւ այլն, դրանք ես մի կողմ եմ թողնում։ Այլ պատճառներ, որ այնտեղ գրված են, ցանկանայի ձեզ ասել։ Միտումնավոր այնպիսի կենսապայմանների ստեղծումը, որ հաշվարկված են հանգեցնելու այդ մարդկանց կամ բնակչության լիարժեք կամ մասնակի ֆիզիկական ոչնչացումը։ Արդյոք մեզ մոտ սա չկա հիմա։ Կամ այնպիսի միջոցառումների պարտադրումը, որը կանխարգելի ծնելիությունը։ Մի քանի պատճառներ վերցնենք մենք փաստորեն այդ ծնելիության հետ կանխարգելման համար։ Հիշում եք, թե ինչպես էր Շիրակի մարզում փակում ծննդատները, պատճառաբանելով ֆինանսա եւ այլն։ Մեկ սա։ Երկրորդը, եթե մարդիկ գնում են արտագնա աշխատանքի ընտանիքներով եւ այլն, նրանք եթե երեխա են ունենում, ում համար են ունենում, տվյալ պետության համար, նրանց քաղաքացին են դառնում։ Հիմա մեզ մոտ վերցնենք, արդյոք մենք մեր ծնելիությունը կարողանում ենք ապահովել։ Արդյոք մեր ազգաբնակչությունը փաստորեն իր համապատասխան քանակության է։ Իհարկե ոչ։ Նորից Գյումրիի օրինակը բերեմ, անցյալ անգամ որ մենք դες հետ միասին Տիկին Զախարյան քննարկում էինք։ 250,000 բնակչություն ունեցող այդ քաղաքը, Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքը, ներկայիս վիճակում լավագույն դեպքում կարող ունենա 70-80,000 բնակչություն։ Այսքան պակասել է։ Նույնը մյուս տերերը։ Հարց. կարող ենք մենք այստեղ ապահովել ծնելիությունը համապատասխան քանակով։ Երբ որ իշխանությունները հիշում եք արդեն մոտ մի 20 տարի կլինի արդեն, որ անդադ հասում են, որ 2030 թվականին, մեկը նշեց նույնիսկ 2050 թվականին 5 միլիոն, 6 միլիոն մեր բնակչությունը կդառնա։ Բայց ով ասել որ հայեր լինելու է։ Ապրեք, միլիոն։ ապրեք։ Ես դեմ չեմ։ Ես դեմ եմ։ Ինչի դեմ չէ։ Դեմ չեմ, որ ձեր ասածը ճիշտ է։ Այո։ Դեմ չեմ, որ ձեր ասածը ճիշտ է, բայց այստեղ հարցը հետևյալում է կայանում, նրանք չեն նշել թե։ Այո, մի անգամին իրավաց եք, որ հայերը դուրս են գալիս, տեղը գալիս են ուրիշները։ Չէ, նույնիսկ հայերը դուրս չեն գալիս, պլան ունի։ Միջազգային ինստիտուտը ունի պլան, ամեն երկրին ինչքան մարդ է ուղարկում։ Հունգարիան հրաժարվեց $1 միլիոն ամեն տարի տուգան։
Ինքները հայց ամբողջի հետևանքը ինչու՞մ է կայանում։ Հետևանքը կայանում է նրանում, որ իսկապես ինչպես ես նշեցի մի քիչ առաջ, ծնակնդի պես մենք գլորվում ենք դեպի անդուտ եւ հարկավոր է դրա դեմը առնել։ Որն է ելքը այս ամբողջի։ Ելքը ես գտնում եմ միայն մի բանում, այո, միավորումը, բայց միավորումը ինչպես նոր տիկին Անին արդեն այստեղ ասեց, կայանում է նրանում, որ բոլորը ցանկանում են եւ նշում են այդ միավորման համար, սակայն միավորումը նրանք տեսնում են իրենց գլխավորությամբ։ Որը որ փաստորեն դա միանգամից սխալ է, որ չի կարող այդպես լինել։ Անձը ինքը արժանի չի, չունի գործնական արժանիքներ, որպեսզի ղեկավար լինի, բայց եւ այնպես նա ձգտում է որպեսզի իր միջոցով։ Եվ դա եղել է ոչ միայն ասենք այս վերջին ժամանակներս, վերջին 34 տարվա ընթացքում այդ ամբողջը կա։ Եվ իհարկե դրա դեմը հարկավոր է վերցնել։ Մեզ պետք չի, տեսեք, մեր վարչապետը հայտարարեց, որ մեր ժողովուրդը բոլորը վարչապետ է։ Մեզ պետք չի այդքան վարչապետ, մեզ հարկավոր է մեկ վարչապետ եւ մեկ նախագահ, որոնք իրենց գործառույթներով կարող են, արժանիքներով կարող են իսկապես իրենց պարտականությունները կատարել։ Սա է պետք։ Իշխանությունները ու պաշտոնեական գործառույթները հստակ տարանջատում են մեզ պետք, որպեսզի տարանջատվի, այլ ոչ թե ասենք թե գործադիր մարմինը այս թղթի վրա տարանջատված է։ Ինչպես Թղթի վրա տարանջատված է։ Պետք է որպեսզի դա դե ֆակտո տարանջատվի։ Պետք է արդեն ուրիշ հասկացողություն է։ Հա, դե բոլոր դեպքերում դրա համար հատուկ ստեղ մենք նշում ենք հստակ տարանջատում։ Չկա հստակ տարանջատումը, դա պետք է կատարվի։ Իսկ ինչ է նշանակում հստակ տարանջատում, եթե պետք է մենք կարող ենք դրա մեկնաբանություն մեկ ուրիշ անգամ ձեզ տալ։ Անպատժելիության բացառումը հարկավոր է վերացնել, իրավական պատասխանատվության ստեղծումը հարկավոր բոլորի համար։ Բացի դրանից մեր հանրապետությունը ոստիկանական, ոնց ասեմ, պետությունից հիրավի ժողովրդավարական հանրապետություն դարձնելն է հարկավոր։ Հիմա հարց ծագում է նրանում, ընկերներ։ Մեր երկիր այսքան ժամանակ ղեկավարում էին միայն եւ միայն տղամարդիկ, ու տարան երկիր կործանան։ Իսկ արժի, որ միշտ տղամարդը ղեկավարի։ Մեր հանրապետությունում աշխարհում առաջինն է եւ առաջին տեղն է գրավում, որ կանայք ավելի թվականակով շատ են, քան թե տղամարդիկ։ Առաջին տեղն է, այո, ընկերներ, իսկապես առաջին տեղն է։ Եթե այդպես հարց կա, իսկ ինչու՞ մենք չասենք, որ բերեք մենք կանանց վերցնենք փաստորեն մեր երկրի ղեկավարը։ Շատ պետություններ, որոնք որ փաստորեն կին է ղեկավարում, միատեսեք ինչպես է հաջողություններ են հասել։ Աշխատավարձերի կրճատում կատարել են, ասենք թե իրենց պաշտոնյաների, չինովնիկների։ Պետական այդ մեքենաները վերացրել են, ինքնաթիռները վերացրել են այդ անձնավորությունները։ Ինչ համար, որտեղ կինը ավելի զուսպ է, ավելի ոնց որ ասում են համեստ է։ Դու գրագիտությունը նույնը, ոնց որ տղամարդկանցը։ Այնպես որ ես կարծում նաև պետք է մենք այս հարցի վրա ուշադրություն դարձնենք։ Այն որ ինչ որ մենք այստեղ նշեցինք կապված ելքը գտնելու դուրս գալու համար մեր կուսակցությունը, Հայաստանի նոր քաղաքամշակույթ կուսակցությունը, երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար արդեն մշակել է եւ պատրաստ է դրանք տրամադրելու ցանկացած անձնավորությամբ, որպեսզի նրանք ծանոթանան այդ տվյալների հետ եւ եթե համամիտ են, եթե ցանկանում են լրացնեն, խնդրեմ թող լրացնեն եւ դրան համապատասխան մենք շարունակենք մեր գործունեությունը։ Այսքան ես կցանկանայի ասել կապված այս ամբողջի հետ։ Շնորհակալություն։ Հարգելիներս, ես հիմա խոսքը տրամադրում եմ նաև ուրեմն Եվրոպայի հարցերով Հայաստանի նոր քաղաքական կուսակցության խորհրդական Գևորգ Նուրումյանին, նա իր խոսքը եւս Ֆրանսիայից կհղի մեզ եւ հետո արդեն մեր այսօրվա ներկաներին խոսքը տանք հարգելիներս, ես հասկանում եմ, որ յուրաքանչյուրս մտահոգ ենք այս բոլոր հարցերի վերաբերյալ, ուզում ենք արտահայտվել, ես դա շատ եմ գնահատում, ես տեսնում եմ յուրաքանչյուրն ինչպես է ամենօրյա ռեժիմով եփվում է ամեն ինչի մեջ, բայց պետք է զինվեք համբերությամբ, այլ երկ չկա։ Խնդրեմ, պարոն Նուրումյան։
Thank you.
Շնորհակալ ենք պարոն Նորոմյան, եւ այսպես հարգելիներս, մենք մեր խոսքը հիմնական խոսքը ավարտեցինք, ինչպես տեսնում եք, այս համաժողովների ընթացքում պետք է զինվել համբերությամբ եւ մենք էլ համբերությամբ զինված լսում ենք, որովհետեւ խոսում ենք այնպիսի հարցերի մասին, որոնք չարչարված են, որոնք ամեն օր մենք անդրադառնում ենք, բայց սա է, ինչ կարող ենք անել, մեկը մյուսի նկատմամբ հարգանքի դրսևորումը, դա է պահանջում։ Հիմա ձեր թույլտվությամբ, քանի որ Տիկին Բաղրամյանը շատ անհամբեր է, խոսքը փոխանցենք Տիկին Բաղրամյանին, հետո շատ ավելի լավ, խնդրեմ Տիկին Բաղրամյան, համեցեք ամբիոնի մոտ, խնդրեմ ձեր խոսքը հնչեցրեք այսօրվա մեր ներկան։ Ես առանց բարձրակոս Ինչպես կցանք։ Նախ շնորհակալություն եմ հայտնում հրավերքի համար։ Տիկինանի հետ մենք շատ լավ ընկերներ ենք ու շատ կապստանից ենք աշխատում, ճանաչում, հարգանքներս, շնորհակալությունս։ Շատ կուզենայի, որ այստեղ գրագետ հայ զանգվածից ավելի շատ մարդ լիներ, որովհետև համաժողով կոչված արժանի է, որ այդքան մարդիկ այստեղ լինեն եւ հիմնականում մտավորականներ։ Ինչ եմ ուզում ասել։ Մենք խոսում ենք, մենք քննարկում ենք, մենք քննադատում ենք մեր անցյալը։ Մենք համարում ենք, որ քննադատելով դասեր ենք քաղելու այդ անցյալից, բայց այսօր ես այլ համոզման եմ, որովհետև այդ քննադատությունը բոլոր ժամանակներում եղել է, բոլոր ժամանակներում մենք կարող ենք ինքներս մեզ մերժել, բոլոր ժամանակներում մենք կարող ենք դավաճաններ գտնել եւ մեղավորներ գտնել, բայց մենք մոռանում ենք, որ դա մեր պատմությունն է, մեր հայի պատմությունն է, իր բոլոր բացերով, իր բոլոր վայրիվերումներով, մերն է եւ ուրիշինը չէ, եւ մենք պարտավոր ենք այդ պատմական լուծը տանելու։ Փաստագրել, որ մենք ունեցել ենք այդ բաց թողումները, դեռևս ճանապարհ չէ այդ բաց թողումները վերակառուցելու, վերանորոգելու։ Ես այլ համոզման եմ։ Ես այնտեղից եմ եկել, որովհետև այնտեղ էլ խոստացել եմ, որ պետք է հանդիպեմ Նարեկի հետ, տղաների հետ, որովհետև ես համարում եմ, որ այնտեղ կանգնած մարդիկ են հայեր։ Նրանք են ցանկանում այս ճգնաժամից որևէ իրավիճակ փոխել եւ ճանապարհներ փնտրել։ Հարգանքներս բոլորիդ, որովհետեւ ես տեսնում եմ, որ այստեղ նստած են մարդիկ, որոնց հետաքրքրում է հայոց ապագան։ Մենք կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ, հարգելիներ, բայց ճանապարհը, ինչպիսին մեր մտապատկերում է, պետք է լինի համախմբման ճանապարհ։ Անկախ դրանից ես ինչ տեսակետ ունեմ, անկախ դրանից թե ընդդիմություն խաղացողները ինչպես են օգնում իրավիճակին կամ խանգարում իրավիճակին, բոլոր դեպքերում եւ ընդդիմությունը, եւ իշխանությունը, եւ մենք բոլորս հայեր ենք, ունենք միակ երկիր Հայաստան, որը կորցնելով այսօր այլևս մենք ինքներս մեզ չենք ների։ Այն Հայաստանները, որ մենք ունեցել ենք, դրանք մեր պատմությունն են։ Ասել սխալ են եղել, ճիշտ են վարվել, դաշնակ են եղել, չգիտեմ, հանրապետական ագիրն են կընտրում։ Ոչ թե Տիկին Անի են կընտրում, այլ Տիկին Անի գաղափարն են կընտրում։ Հասկանում եք, Հայաստանը բոլոր ժամանակներում եղել է խաչմերուկների գոտի։ Մենք այսօր ունենք այն աշխարհագրական դիրքը, որը փոխել մենք չենք կարող։ Եվ բազմավեկտոր քաղաքականությունը մեզ պարտադրված է։ Ասել, որ մենք ռուսամետ ենք, թե եվրոպամետ ենք, դա սխալ է։ Մենք մեր շահերից ելնելով բոլոր մետերի կողմնակից ենք։ Մենք հայամետ ենք։ Եվ այսօր պետք է, որ մենք կարողանանք այդ բոլորի հետ խոսել բոլոր լեզուներով, իսկ ինչն է մեզ դրա համար մեր սրնին լինելու։ Ես համոզված եմ ու չեմ կասկածում անգամ դրա մեջ, մեր հոգևոր ազգ դառնալը։ Մենք պետք է կարողանանք 21-րդ դարում քայլ անել, փոխվել, որտեղ 21-րդ դարը այլ բան է պահանջում։ Հավատացնում եմ ձեզ, ապագայի մարդը հոգևոր մարդն է։ Հոգևոր բոլոր առումներով։ Ազգային ավանդության պաշտպանության, մշակութային դիվանագիտության, մշակութային իրավագիտության, կրթության, մշակութային հարաբերությունների, տեզերական կապերի, ինչպես ուզում եք դուք դա հասկացեք։ Ցանկացած հայ
պարտավոր է դառնալ այդ հոգևոր մասնիկը, որովհետև ինչպես շատ գիտնականներ են ասել եւ նշել, հայը այն նեյրոնն է ամբողջ համաշխարհային իրականության մեջ, որ միավորում է ազգերին։ Հայը այսօր չի կարող ունենալ, ինչպես Նարեկն է իմ հարգելի ասում, արտակարգ արդյունաբերություն, որով մենք կարող ենք ուղղակի անցնել Ամերիկային, ոնց որ սովետական միության ժամանակ հաճախ ասում էին հասնել եւ անցնել Ամերիկային։ Մենք չենք կարող այսօր Չինաստան դառնալ։ Մենք չենք կարող արդյունաբերական մեր բոլոր պոտենցիալներով, ռազմական հնարավորություններով, քաղաքական մեր դիրքով, աշխարհագրական դիրքով ունենալ փայլուն թռիչքներ, չենք կարող։ Մենք պետք է իրատես լինենք, մենք պետք է իջնենք, կանգնենք եւ հասկանանք, որ ունենք հարևաններ, որոնց հետ պետք է հաշվի նստել։ Ի վերջո, երբ որ դու անընդհատ բողոքում ես, որ այ դու ճնշում ես, նա ճնշում է, նա ճնշում է, նա ճնշում է, անգամ եթե դու ազնիվ ես ու արդար, այդ բոլորին ձեռատալի, որ դու չլինես։ Որտեղ դառնում ես ոսկոր, մի հատ անհամատեղելի ոսկոր, որ այդ ընդհանուր հանրության մեջ դու չես երևում, ուղղակի նույնիսկ եթե դու ճշմարիտ ես ու արդար։ Ուրեմն ինչ է մեզ հարկավոր։ Մեզ հարկավոր է դառնալ այն հոգևոր պորտը, այն հոգևոր կենտրոնը, որով կանցնեն բոլոր հնագույն ազգերը, որով կանցնեն բոլոր ավանդապաշտ ազգերը, որով կանցնեն բոլոր քրիստոնյա երկրները։ Մեզ հոգևոր ազգ դառնալ է պետք, իսկ հոգևոր ազգ դառնալ նշանակում է ունենալ մի առաջնորդ, ոչ թե կառավարիչ, ոչ թե ղեկավար, այլ առաջնորդ, որովհետև առաջնորդը միշտ ասում է մենք, ղեկավարն է, որ ասում է ես։ Մեզ առաջնորդ է պետք, հոգևոր կիրթ, զարգացած, աստղային օրենքներ ճանաչող, միջազգային օրենքներ ճանաչող, բոլոր ազգերի մշակույթների հետ շփվող, բոլոր ազգերի հետ հավատացնում եմ ձեզ, տեխնիկայի դարը, հավատացնում եմ ձեզ, ինտելեկտուալ, արհեստական ինտելեկտի դարաշրջանը, մենք չենք կարող դրանից խոսապել, բայց մենք այսօր չենք կարող թույլ տալ նաև այն փոքրիկ մասունքը, որ այսօր ունենք, դա էլ ավերել ենք դպրոցը, ավերել ենք, խաբել ենք ինքներս մեզ։ Ну и ես ամենամինիմալն եմ ասում, ինձ ուզում եմ ճիշտ հասկանալ։ Ով պայքարում է, նա կարող է սխալվել ու պարտվել։ Սա բնական է, կյանքի կանոն է, շախմատի խաղ է։ Այսօր պարտվում եմ, բայց ով չի պայքարում, իմ հարազատներ, իմ հայեր, իմ սիրելիներ, ես անկեղծ խոսք եմ ասում, ով չի պայքարում, նա արդեն պարտված է։ Թրքանում ենք կամ հայ ենք մնում։ Չկա այնտեղ կիսա։ Այդ կիսան կլինի այն ժամանակ, երբ որ դու հավասարը հավասարի պես անգամ թույլ տնտեսություն ունենալով, անգամ թույլ իրավիճակի մեջ դու հավասարը հավասարի պես արժե համակարգը հպարտ թուրքի դիմաց նստես եւ ոչ թե կամակատար լինես, այլ դու նաեւ պահանջներ ներկայացնես։ Ով ասում, որ Թուրքի եւ Ադրբեջանցու հետ չպիտի քաղաքականություն ունենալ։ Քո հարևանի հետ ո՞նց կարող ես չունենալ։ Բայց կունենաս այն ժամանակ, երբ հավասարը հավասարի դու կարողանաս խոսել։ Ով ասում, որ խաղաղության ճանապարհը պետք է ստրկացման ճանապարհի հետ փոխել ու ժողովրդին խաբել, մինչև երբ։ Մինչև երբ։ Ում ենք խաբում։ Երբ պետք է մենք սովորենք ինքներս մեզ հետ ազնիվ լինել։ Ով է գալու մեր տունը կառուցի։ Մենք։ Եվ եթե մենք չկարողանանք կանգնել ու կառուցել, ոչ ոք թույլի կողքին չի կանգնելու, հավատացնում եմ ձեզ, ոչ Եվրոպա, ոչ Ռուսաստան, ոչ Թուրք, ոչ էլ Ադրբեջան, անգամ վրացին չի կանգնելու, Իրանը չի կանգնելու, կանգնում են միայն հաղթողի կողքին, կանգնում են միայն ուժեղի կողքին։ Իսկ ուժեղ լինել մենք կարող ենք այսօր ոչ թե տնտեսությամբ, ոչ թե պատերազմելով, ոչ թե հակաճառելով ու առճակատման գնալով, այլ արարելով։ Կազմել են անշնորհք գիրք, որը կազմալուծում է իմ հանրակրթությունը, ես կկազմեմ ավելի, կդարձնեմ ալտերնատիվ գիրք, կաշխատեմ, որ մանկավարժները դա օգտագործեն թեկուզ լրացուցիչ որպես գրականություն։ Իսկ ո՞ր ես դուր կտադատն բերեք դպրոց։ Ես։ Ո՞նց։ Ես կբերեմ իմ բոլոր մանկավարժներին կբաժանեմ։ Ո՞նց։ Մենք վերջերս ազգային խորհրդում մենք ես ասում եմ ձեզ փաստացի, ես ներկայ եմ եղել
Կարին Տոնոյանի եւ մյուս բոլոր ընկերների հետ մենք որոշել ենք, որ այդ գիրքը մենք Խոսքի կարող գնում սեփական դպրոցների Սեփական դպրոցների մասին չի։ հայրապետական Ներեցեք, դպրոցների մասին։ ես հիմա հստակ ձեզ ասում եմ, ցանկացած Ալբենարանի գրքում մտեք դպրոցում եւ տեսեք, կամ ավտոբուսի հիմա կպցրած, ես էլ եմ մանկավարժ 35 տարվա, կամ Մաշտոցի նկարը կպցրած։ Հաստատ արձանագրում եք, որ Արձանագրում եք, որտեղ մանկավարժին երբ որ ասում են, այդ չի լինելու, մանկավարժը անում է եւ նրա ձեռքը չեն բանում։ Ցանկություն ունենալ է պետք։ Դուք մտեք եւ նայեք դասագրքերում դրել են Մաշտոցի նկար թե ոչ։ Հարգելիս ես տարական դպրոցի դասվար։ Ներեցեք, ես միջամտեմ հարգելիներս մի քանի դիտարկումներ անեմ, հարգելի ուրեմն Տիկին Բաղրամյան, մենք այս համաժողովին հրավիրել ենք բոլոր կուսակցություններին, հրավիրել ենք 3 նախագահներին, այդ ձեր ասածը հաշվի առնելով, որ այս օրգանիզմը իր բոլոր թերություններով այսպիսինն է մեր պատմությունը եւ այսօր պիտի մի կողմ տնենք այդ ամենը եւ միավորվենք, մենք իրենց հրավիրել ենք նույն այս օրվա հավաք կազմակերպող ուրեմն խմբին մեր ձևովին մենք համագործակցության առաջարկ ենք արել եւ մնացել ենք անպատասխան մինչ օրս, մենք դա արել ենք, հա։ Բացի այդ, այս համաժողովի ընթացքում մենք ոչ թե թերություններն ենք արձանագրում, այլ մենք ախտորոշում ենք խնդիրները, որպեսզի նաեւ ձևակերպենք լուծումները, որովհետեւ միջև հիվանդությունը չախտորոշես, մենք ոչ թե հիվանդությունը քննադատում ենք հիվանդին, այլ ախտորոշում ենք, որպեսզի հետո կարողանանք գրագետ լուծումներ առաջարկել։ Հիմա հարգելիներս, եթե մենք մեր կողմից այդ քայլերը անում ենք, ամենօրյա ռեժիմով ես այդ համագործակցության կոչը հնչեցնում եմ, միավորման կոչը հնչեցնում եմ, բոլորի հետ առանձին կապ եմ հաստատում, առաջարկում եմ հանդիպել, քննարկումներ ունենալ, ընդհանրական օրակարգ ձևավորել, այդ մարդիկ չեն գալիս այդ օրակարգ, ինչ անենք մենք, խնդրում եմ կոնկրետ առաջարկ ներկայացնել, այդ դեպքում ինչ պետք է անել, ինչ անել։ Ես կասեմ միայն ասացվածքով, երբ որ Մուհամեդը չի գալիս Սարի մոտ, Սարն է գնում Մուհամեդին։ Լավ, լսեցի։ Շնորհակալություն, ով է ցանկանում ելույթ ունենալ, գուցե դուք պարոն Ասլանյան ձեր խոսքը հղեք։ Ուրեմն կանդրադառնամ մի քանի դրույթների ձեր ելույթից։ Ուրեմն առաջինը, որպեսզի մենք ունենանք մշակույթ եւ այլն, պետք է լինի օրենքի գերակայություն։ Եթե չլինի օրենքի գերակայությունը, չի լինի ոչ մի բան։ Որովհետեւ մեզ մոտ օրենքները կան, լավ են, վատ են, երկրորդական, բայց դրանք չեն կատարվում, նրանք կատարվում են ընտրովի, այսինքն մի որոշ խավի համար կա, մի որոշ խավի համար չկա եւ այլն։ Երկրորդը, ուրեմն մշակույթի հետ կապված Սենց ասեմ, նիկոլիզմը վերացրել է ամբողջ մշակույթը, ամբողջ, թե քաղաքական, թե ազգայինը, թե բոլորը վերացված է, եւ դրանք պետք է նորից վերականգնելու համար պետք է միավորվել, այո, շատ ճիշտ ասեց այստեղ բոլորը, որ պետք է միավորվել, բայց այդ միավորվելը շատ բարդ բան է, որովհետև մենք չափից դուրս անհատականացված ժողովուրդ ենք։ Այո, եւ այսօր չկա մի, ինչպես Տիկինն ասաց, լիդեր, չկա լիդեր։ Լիդերը պետք, որը լինի, ես սենց ձևակերպեմ, հարուստ։ Ասեմ ինչի համար, որովհետև բոլոր լիդերները ովքեր եկել են հարստանալու համար, նույնը մնացած իրանց շրջապատը եւ այլն։ Եթե այդ լիդերը լինի, ես ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, ասում եմ մեզ սոված մարդ պետք չի, դրսից մի հատ հարուստ մարդ է պետք, որով շատ ունենք գա եւ կառավար, եւ շատ ունենք կառավարիչներ, որոնք արտասահմանում շատ մեծ բաներ են ասել։ Այդքան Շնորհակալություն, ես միայն կարող եմ անել դիտարկումներ, որ մենք լիդերներ ունենք եւ խելացի ուղեղներ մենք ունենք,
Բայց նորից եմ կրկնում, ինչպես համաձայն եմ Տիկին Բաղրամյանի հետ առայն, որ մեզ ոչ թե կառավարիչ է պետք, այլ մեզ առաջնորդ է պետք։ Մեզ ազգի վերականգնման, ազգի նկարագրի վերականգնման խնդիր ունենք մենք այսօր, եւ մեր ազգային պետականության վերականգնման խնդիր ունենք։ Կառավարիչը չի կարող ազգի եւ պետականության վերականգնում ապահովել։ Մեզ այսօր ազգային առաջնորդ է հարկավոր եւ այդ ազգային առաջնորդներին մենք ունենք։ Պարզապես ես ուզում եմ, քանի որ շատ են, ընդհակառակը շատ են, եւ մեր մոտ այդ խելացի ուղերձները շատ են, մեզ հարկավոր է ոչ թե մի անձի շուրջ համախմբել, այլ առաջնորդների համախումբը։ Եթե առաջնորդը իսկապես իր երկրի ու շահերն են իր համար առաջնայինը, նա իր անձը մի կողմ կդնի, կասի ես մի կողմ եմ դնում, ես ողջունում եմ այն համախումբը, այն ուղեղների առաջնորդների համախումբը, որը պիտի առաջնորդի մեր երկիրը եւ մեր ժողովրդին դեպի լուսավոր ապագա։ Եկեք ձևավորենք այդ համախումբը։ Շնորհակալություն։ Վարչան նիստ ունենք էլի։ Շատ բարի, շնորհակալություն, տեսու ձեզ։ Հաջողություն։ Տեսու ձեզ։ Խնդրեմ հարգելիներս ներկաներից ով է ցանկանում ելույթ ունենալ, այս ամենը ձայնագրվում է, մենք այս ամեն ինչը հետո տարածելու ենք, մեր հանրությունը եւ հասարակությունը լսելու է այս ամենը, այնպես որ ձեր խոսքը շատ կարեւոր է այստեղ։ Ելույթ ունեցողներ կան, էլ ցանկություն կա, մարդիկ ովքեր ուզում են ելույթ ունենալ։ Ոչ։ Ուրեմն եկեք ամփոփենք հարգելիներս հետևյալ ուրեմն իմ խոսքով։ Ուրեմն այսօրվա համաժողովի ընթացքում, եթե բոլոր կուսակցությունները ներկա լինեին եւ մեր 3 ղեկավարները եւ նաեւ վարչապետը ներկա լիներ, մեր առաջարկը հետևյալներն լինելու, որ 2026 թվականի ընտրություններից առաջ ձևավորել եռագույն դաշինք, լայն կուսակցական, լայն հանրային համախմբմամբ, որտեղ հստակ չափանիշների հենքի վրա եւ հստակ պետական ծրագրի հենքի վրա կընտրվեն այն ուրեմն ընտրյալները, այն իրական մասնագետները, լավագույնները, ովքեր 2026 թվականին կմասնակցեին համապետական ընտրություններին։ Պատկերացրեք, ես լինելով քաղաքական ուժի ղեկավար, անգամ ուզում եի առաջարկել, որ իմ անունը կարող եք գրել վերջում, ցանկի վերջում կարող եք գրել իմ անունը, որովհետև ես ամբիցիաների ուրեմն կռիվ չեմ տալիս այստեղ։ Ես այստեղ եմ, որպեսզի մենք իսկապես վերջապես հասկանանք, որ քաղաքականությունը, պետությունը դա գզվռտոցի միջավայր չի եւ ուրեմն անձի ինքնահաստատման դաշտ չի։ Պետության մեջ ղեկավար պաշտոններում պետք է լինեն լավագույնները։ Եվ եթե ես տեսնում եմ, որ ինչ-որ մեկ այլ ոլորտում ավելի լավագույնը կա, ուրեմն ես պարտավոր եմ իմ դիրքերը զիջել։ Այսինքն մենք ուզում եմ գանք այդ գիտակցությանը վերջապես, չգիտեմ, կգանք այդ գիտակցության, թե չեն գա, մենք ուզում ենք այդպիսի շարժում ձևավորել։ Մենք ուզում ենք այդպիսի գիտակցություն ձևավորել, որ ընկերներ ջան, այդ պետությունը ինքնահաստատման վայր չի, լավագույններին, լավագույն մասնագետներին, լավագույն չափանիշների հիման վրա, լավագույն կենսափորձի, մասնագիտական անցած ճանապարհի հենքի վրա, եկեք ձևավորենք այդ համախումբը, որին կլիազորենք, որ պիտի վաղը ներկայացնի մեր պետությունը եւ երկարատև ազգային ծրագրով։ Ազգային ծրագիրը չի կարող լինել հնգամյա կամ լինել մեկամյա։ Ազգային ծրագիրը պետք է լինել ունենա առնվազն 100-ամյա տասնամյակների ընթացք, որտեղ պետք է հստակ ուրեմն այդ էվոլյուցիան ազգային զարգացման տրված լինի։ Վերջապես հավաքվենք, Տիկին Բաղրամյան, եթե կա այդ պատրաստակամությունը, խնդրեմ ամեն ուրբաթ օր երեկոյան ժամը 5-ին մենք մեր գրասենյակում կազմակերպում ենք այդպիսի քննարկումներ, որտեղ այս ամեն ինչի շուրջ ինչի մասին խոսեցինք, մենք ուզում ենք մեր առողջ ուրեմն մտավոր ներուժը մեկտեղենք եւ նաեւ անելիքները մեկտեղենք այդ ծրագիրը 2026 թվականին կյանքի կոչելու համար։ Եվ ելի շարունակելու ենք իրենց մոդել գնալ այդ ձեր ասացի նման, որ եկեք համախմբվենք։ Բայց դա չի կարող լինել տևական։ Արեցինք մեր քայլերը, գնացինք, առաջարկեցինք, կներեք, սա մանկապարտեզ չի։ Սա մանկապարտեզ չի եւ մենք այդ մարդկանց պարտավոր չենք գնանք ամեն օր իրենց պատուհանները թակենք, իրենց դռները թակենք, որպեսզի ազգային գիտակցություն արտնասնենք իրենց մեջ։ Եթե իրենց նպատակները խմբային շահերը չեն, այլ պետական շահերն են,
ապա այսպիսի դրսևորումները լավագույնս հնարավորություն են տալիս այդ մարդկանց համախմբելու։ Այս համաժողովները տևական են լինելու, շարունակական են լինելու, ամեն ամիս մենք այսպիսի համաժողովներ ենք նախաձեռնելու բոլոր ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ եւ այդ մարդկանց կրկին հրավիրելու ենք, խնդրեմ թող գան եւ միասին այս բաց հարթակի մեջ քննարկենք, ինչքան թեկուզ փոքրատիպ, բայց այսօր կարևոր մտքեր չգեներացրեցինք, կարևոր բաներ միմյանց փոխանցեցինք, կարևոր ասելիք միմյանց փոխանցեցինք, ապա ինչն է խանգարում, ես ուզում եմ հասկանամ, խնդրեմ պարոն Ասլանյանը պատգամավոր մարդ այստեղ ներկա է, շնորհակալ եմ, որ հարգել է, եկել է։ Ես բոլոր դեպքերում մի երկու խոսք ասեմ։ Իհարկե, անպայման, հա։ Եվ այսպես է ծնվում շարժումը, իրական շարժում, իսկական ազգային ժողովրդական շարժումը։ Այսպես է ծնվում, բաց քննարկումների, բաց հանդիպումների շրջանակներում։ Խնդրեմ պարոն Ասլանյան։ Մի նախադասություն ես ասեմ ու այլևս չեմ խանգարելու։ Ես ուզում եմ ուղղակի միանշանակ եւ ժողովուրդը գիտակցի եւ ձեզ հարգելի պատգամավոր, ուզում եմ ուղղակի նաեւ որպես հիշեցում եւ խնդրան ձեզանից յուրաքանչյուրը պետք է գա ծառայելու, ազգին ծառայելու, ոչ թե դղյակներ կառուցելու։ Ամոթ է, անբարոյական է աղքատ երկրում հարուստ պատգամավոր լինելը։ Դուք հուզականության դաշտից խոսեցիք, իսկ քաղաքականությունը հուզականություն չէ։ Ես նաև շատ լավ լուծել կարող եմ։ Թողեք։ Լավ, լսենք, Տիկին Բաղարժան ջան, արդեն լսենք, դուք ձեր կարծիքը։ Ես ես լսում եի, ձեր ելույթները լսում եի, ճիշտ ասած չէի ուզում, բայց վերջին րոպեին որոշեցի ինչ-որ բաների մասին խոսել։ Նախ ես կուզենայի, որ բոլոր գործողություններում Տիկին Զղջան, քաղաքականությունից դուրս հանել հուզականությունը։ Ուզածդ քաղաքական գործառույթի մեջ երբ հուզականություն է մտնում, դա արդեն չկայանալու բան է, որովհետև քաղաքականությունը ռեալ հաշվարկներ են, ռեալ իրականություն է և քաղաքականությունը խաղու պար չէ, ինչպես որոշ մարդկանց թվում է։ Քաղաքականությունից լուրջ հասկանալու համար առնվազն մի քանի մասնագիտություն պետք է տիրապետի մարդը։ Դա իրավագիտությունն է, դա տնտեսագիտությունն է, դա միջազգայնագիտությունն է, դա պատմությունն է։ Եվ հասարակագիտություն։ Հասարակագիտությունը պատմության մեջ է մտնում։ Կարող եք սոցիոլոգիան ավելացնել։ Դա էլ է մտնում դրա մեջ։ Պատմությունը, ինչ է տալիս մեզ պատմությունը։ Պատմությունը տալիս է մեզ պատմական երևույթների իմացություն։ Ինչ է տալիս մեզ իրավունքը, տալիս է դրանց զարգացման տենդենսները։ Ինչ է տալիս տնտեսությունը, թե ինչ զարգացումներ է ունենում, ինչ տնտեսական համակարգի պայմաններում։ Մոտեցումները, հասկանում եք, այդպես չի։ Այո, դուք խոսում էիք քաղաքականության մասին։ Ես մի ռեպլիկ թողեցի այնտեղից, որ մենք չափից դուրս անհատականացված ժողովուրդ ենք։ Դա մեր դժբախտությունն է։ Դա մեր խելքի դժբախտությունն է, որովհետև Նիկոլը լավ խաղաց մարդկանց այն բանի վրա, երբ որ հայտարարեց, որ յուրաքանչյուրը ինքը վարչապետ է, խաղը տեղից էր սկսել։ Այո, ես բավականին երկար ժամանակ եղել եմ ԿՊ-ում, ուզում եմ իմ մասին դուք իմանաք, բայց ես ԿՊ-ական չեմ, ինձ հրավիրել են և պաշտոն են առաջարկել, որպեսզի ես օգնեմ իրենց, ու ես օգնել եմ, ես բացահայտ եմ ասում, հեղափոխությունից անմիջապես հետո ես Սփյուռքի նախարարությունում եղել եմ Հայրենիք Սփյուռք կենտրոնի տնօրենը, շուրջ $1 միլիոն պետական բյուջե եմ բերել, և դրա մասին ոչ մի ձայն չեմ անում, ինչու, որովհետև ես արել եմ հայրենիքիս համար, նաև ես ժողովրդին ասեմ, սիրելիներս, հայրենիքը խոսքերով չեն սիրում, հայրենիքը կեցությամբ են սիրում,
որովհետև իրական հայրենասիրությունը ոչ թե կեցվածք է, այլ կեցություն, և իրական հայրենասերը երբեք չի կշռում այն, ինչ ստացել է հայրենիքից, և չի կշռում այն, ինչ տվել է հայրենիքին։ Հիմա այդ քաղաքականության։ Տիգրանի, գիտեք մի հետաքրքիր բան կա, որի մասին ստեղ ստենցել չխոսվեց։ Մենք այսօր շատ լուրջ պրոբլեմի խնդիրի առաջ ենք կանգնած։ Այսօր քաղաքական դաշտում քաղաքական մոնոպոլիա է ստեղծվել։ Այսօրվա ընդդիմությունը և իշխանությունը սինխրոն ձևով աշխատում են իրար հետ։ Եվ այս սինխրոնությունը քաղաքական դաշտից դուրս է մղելու բոլոր այն ուժերին, որոնք կարող են ցանկություն հայտնել որոշակի բան անել հայրենիքի համար, որովհետև երկուսի համար էլ առաջին խնդիրը վերարտադրվելն է, և մեկը մյուսին վախեցնելով գնում են առաջ։ Մենք խափանելու ենք իրենց բոլորները։ Կեցեք։ Չեք կարողանալու, որովհետև այս ձևով կներեք, ես իմ մոտեցումներն ասեմ, դուք փորձեք խաբել, իմիջայլոց ես ինքս դրա կողմնակից եմ, մենք չենք խափանելու, ես ասում եմ մենք թույլ չենք տալու, մենք թույլ չենք տալու, այդ քաղաքական մոնոպոլիան պետք է ոչնչացվի, քաղաքական մոնոպոլիայի ոչնչացման իրական վերջնական ճանապարհը այո, առողջ ուժերի գումարումն է, բայց այսօր առողջ ուժեր դուք տեսնում եք, բոլոր կուսակցությունների ղեկավարները կներեք, մեզանից մյուսների ձեզանից սկսած, միայն մի բան կանենք, եկեք միացեք մեզ։ Չէ, մենք ասում ենք եկեք բոլորս միանանք միմյանց։ Մենք էլ ենք ասել դա։ Մենք այդպես, նույնիսկ այդպես չենք ասել, մենք ասել ենք, մենք պատրաստ ենք, մեր կուսակցությունը պատրաստ է ընդհանրապես նույնիսկ չմասնակցել, բայց նաև տալ այն դեղատոմսը, որով կարող ենք մենք այսօր ճիշտ ուղի բռնել։ Գիտեք, այստեղ այնքան բաներ խոսվեց։ Ես չեմ ուզում հակադարձել ձեզ, օրինակի համար խոսեցիք, դրա մասին էլ եմ ուզում երկու բառ։ Սովետական միությունից հետո արտադրությունների ոչնչացման մասին։ Դուք խոսեցիք, դուք էլ արձագանքեցիք։ Գիտեք ինչ կա։ Ոչ մեկը այսօր չի խորանում այդ հարցի մեջ, որ այդ բոլորը սովետական պետության հատուկ վարած քաղաքականություններ, որ Հայաստանը և հայ ժողովուրդը ուղղակի չէր կարող ուրիշ ճանապարհ ընտրել։ Գիտեք ինչու, որովհետև սովետական ժամանակահատվածում վերևից դրված սկզբունք կար, ոչ մի արտադրություն չպետք է լինի ինքնաբավ։ Հայաստանում ոչ մի գործարան չկար, որ ինքնաբավ էր աշխատում։ Այսինքն սկզբից մինչև վերջ աշխատում էր իր ինքներով։ Այնպես էր սարքած տնտեսությունը, որ եթե հանկարծ բոլշևիկները ընկնեն, երկիրը ընկնի այնպիսի ծանր վիճակի մեջ, որ ասին տեսեք, այս է ձեր ուզածը, որովհետև դա նախապատրաստել էին։ Դրան էլ գումարվել էր նաև ազգային հարցը։ Մոսկվայի թելադրանքով դիտավորյալ տարածքներ էին տվել մեկը մյուսին, որպեսզի հենց որ ուզենան հեռանալ, մեկը մյուսին թշնամանան։ Այդ երկու բաները և տնտեսությունը, որը ինքնաբավ չէր և քաղաքական և աշխարհագրական տեսակետից, դեմոգրաֆիկ տեսակետից, այնպես էլ արված, որ և նրանք հասան։ Ես հիշում եմ 90 թվականին առաջին ընտրությունների ժամանակ, Գերագույն խորհրդի ընտրությունների ժամանակ դուք երիտասարդ էիք։ 90 թվականի Գերագույն խորհրդի ընտրությունների ժամանակ ես 73-րդ օկրուգում պատգամավորության թեկնածու էի։ Ոչ կուսակցություն ունեի, ոչ մի բան չունեի։ 8-րդ զանգվածում 73-րդ ընտրատարածքներ եւ այն ժամանակ քանի որ 50 պլյուսներ ինձ 143 ձայն է պակասել առանց կուսակցության, առանց որևէ բանի անցնել Գերագույն խորհուրդ։ Բայց
Այնտեղ մի խոսք կա, ես դա ասում եմ դրա համար։ Ինչ հարց տվեցին, ժամանակ ընկեր Ասլանյանն է, 90 թվականին դեռ պարոններ չէի։ Ասին ընկեր Ասլան, բա այսօր սովետական միությունը արագորեն գնում է կործանման, դուք ինչ կարծիքի եք, ինչ պետք է մենք անենք։ Ես ասի սիրելիներս, սովետական կայսրությունը կործանվելու է անպայման, 90 թվականն է։ Բայց այստեղ հայ ժողովրդի առջև երկու հարց կա առաջանա, հարց կա։ Առաջին, եթե մենք այսօր այնքան ուժ ունենք, որ կարող ենք այնքան արագ հեռանալ, որ չմնալ սովետական փլվող կայսրության պլատակների տակ, մենք պետք է հեռանանք։ Իսկ եթե մնալու ենք դրա տակ, մենք պետք է անենք ամեն ինչ, որ սովետական կայսրությունը գոյատևի այնքան, մինչև որ մենք կարողանանք ուժ հավաքել։ Ես դա ասել եմ 90 թվականին։ Իսկ ինչ վերաբերվում է հիմիկված ձեր ասացին, որ մենք այսօր շուրջ 2 տարի առաջ, շուրջ 2 տարի առաջ էր, չէ, որ Մյունխենից Նիկոլա բանակցություններից վերադարձավ։ Ես հիմա կարող եմ այդ էկրանի առջև ասել, մի հետաքրքիր խոսակցություն եղավ ինձ հետ։ Փաշինյանն ինձ ասում է, պարոն Ասլան, ես ինչ դժվարին դրության մեջ գցեցիք ինձ, մեր փակ քննարկման ժամանակ։ Ասում եմ, ինչ է պատահել, պարոն վարչապետ։ Ասում է, Մյունխենում Ալիևը մոտեցավ, ինձ ասում է, այ օրինակ դու այն ժամանակ նոր խաղաղության խաչմիրուկ բառն էր օգտագործվում։ Հիշում եք, դրանից սկսվեց, որ հիմա բան էին անում։ Այ դուք ասում եք խաղաղության խաչմիրուկ, իսկ դուք ունեք պատգամավոր, որ ասում է թող Ալիևը մի 2 տարի սպասի, տարի ու կես 2 տարի սպասի, մենք մեր ուժերս մեր մեջքը ուղղենք, Ալիևի գլուխը ջարդելու ենք։ Ասում է, ես ասացի, որ տենց բան չկա, ասում է, զանգ տվեց իր օգնականին, ասեց լինկը բերեք, բերեցին, ասում է, դուք եք խոսում ու ասում եք տենց բան։ Ասել եմ, ես եղել եմ ԿՊ-ի կազմում, ժողովուրդ ջան, բայց ես ներսում Պարոն Աղազարյան իմիջիայլոց շատ ներողություն էր խնդրում, որ չկարողացավ գալ։ Մեզ ինչու վռնդեցին ԿՊ-ից, իրականում դա էփվում էր ներսում, որովհետև Աղազարյանը և Ասլանյանը ներսում ընդդիմություն էին։ Աղազարյանը և Ասլանյանը միշտ ինչ-որ բաներով փորձում էին խոսել, մի օրինակ, շատ օրինակներ կան, բայց մի օրինակ բերեմ, որ իրենք այդպես էլ դա չհասկացան։ Փակ քննարկումներից մեկի ժամանակ վարչապետը նստած էր, Փաշինյանը, մյուսներ ասի, գիտեք ինչ կասի, ես չեմ սիրում երկար խոսել, այսօր մի քիչ երկարում է խոսքս։ Բայց ասի մի վերլուծություն եմ ուզում ձեզ տալ, դրանից հետո դուք ինքներդ մտածեք, 2 տարի առաջ էր։ Օրինակ տեսեք, վերջին 100 տարվա մեջ ինչ վերլուծություն կա, պատմականորեն արդեն, պատմության։ 1917 թվական, բոլշևիկներն եկան իշխանության գլուխ 15%-ով։ Իշխանությունից հեռացան, երբ 100% էին։ 1918-20 թվական, դաշնակներն իշխանության գլուխ եկան 26-28%-ով, հեռացան իշխանությունից, երբ 100% էին։ Հեղափոխությունից հետո, այս հեղափոխություն չէ, 90 թվականի սովետի կայքայումից հետո, ՀՀՇ-ն իշխանության գլուխ եկավ 20-22%-ով, իշխանությունից հեռացավ, երբ 100% էր։ Հանրապետական իշխանության եղավ 25%-ով, հեռացավ և 100% էր։ Մենք եկել ենք 100%-ով։ Գնացեք մտածեք, թե մեզ ինչքան քիչ ժամանակ է տրված։ Իրենք դա հաշվի չառան։ Այդպիսի վերլուծություններ եմ ես արել ԿՊ-ի ներսում և ասել եմ, այն ինչ որ պետք է։ Ես չեմ ափսոսում, որ ներսում այդքան ժամանակ եղել եմ, պայքարել եմ և հիմա ներսից ավելի շատ գիտեմ ու բաներ գիտեմ, որ շատ-շատերը չգիտեն, բայց ես գիտեմ մի բան, միավորվելու համար նախ և առաջ մեզանից յուրաքանչյուրը պետք է ասի, ես պատրաստ եմ հրաժարվելու առաջին դեմքը լինելուց։ Եկեք, 90 թվականին եմ, 6 հոգով
Ալեքսանդր Սահաջյանն էլ էր այդ ժամանակ այդ բան 6 հոգով ես հրավիրել եմ մեր տուն, ասել եմ եկեք 6 հոգուց տեսնենք ով է դուրս բերում իր տեխնացիությունը, եթե պետք է ես ինքս կհանեմ։ Ոչ ոք չուզեց անել։ Չնայած ես առաջի տեղը բռնեցի, որովհետև 143 ձայն պակասեց, որ 73-րդ օկրուգում ասում եմ, դա 8-րդ մասիվն էր, որ ես այն ժամանակ դեռ ընտրվեի։ Եվ իմ անցած կյանքով մինչև հիմա, բացի 90 թվականից, և 95 թվականին, և 98 թվականին, ես 5 անգամ եղել եմ ազգային ժողովի պատգամության տեխնացու առանց կուսակցության, պայքարել եմ և իմ այսպես կոչված էլեկտորատը ունեմ և դրա վառապացույցներն էր, և որ ինձ խնդրեցին ելքով, ելքի ժամանակ, որ ես ցուցակը մտնեմ իրենց, ելքի ժամանակ ես իմ տարածքում շուրջ 1000 ձայն եմ բերել ելքին։ Այն դեպքում, երբ որ ամբողջ հանրապետությունով ելքը 112,000 ձայն էր բերել։ Այնպես որ և իմ մասին ասցի և գաղափարախոսության մասին, մենք այսօր շատ լուրջ պրոբլեմի առաջ ենք կանգնած։ 7-8 ամիս է մնացել, այսօր Փաշինյանը ամեն ինչ անում է, ես քիչ առաջ հարցազրույցում ասացի, ամեն ինչ անելու է, որպեսզի ինքը վերարտադրվի, ամեն ինչ, և Աստված չանի, որ ինքը վերարտադրվի, ես իմ հարցազրույցն ավարտել եմ դրանով, որ եթե Փաշինյանը վերարտադրվի, մենք Հայաստան չենք ունենալու, մեկը միշտ իմացեք, որովհետև վերարտադրությունը դա նշանակում է նոր սահմանադրության ընդունում, դա նշանակում է մեր բոլոր խորհրդանիշների ոչնչացում, միայն այն, որ 3-րդ հանրապետությունը նա փորձում է դարձնել 4-րդ հանրապետություն, դրա մեջ այնքան վտանգներ կա, որ դուք չեք պատկերացնում։ Իհարկե պատկերացնում ենք։ Ինչպես։ Պատկերացնում ենք, լավ ենք պատկերացնում։ Ես կարծում եմ շատ խորն է դա, որովհետև եթե 4-րդ հանրապետություն լինի, 4-րդ հանրապետություն, դա նշանակում է, Ադրբեջանը կարող է ասել, ես 3-րդ հանրապետությունը ճանաչում եմ, 4-րդ հանրապետությունը ես չեմ ճանաչում։ Եվ ոչ Եվ մենք ոչ մենք Ադրբեջանը։ բոլորը, շատ։ Բոլորը։ Ես դեպքում ես Արևմտյան Ադրբեջան ունեմ։ Դու 4-րդ հանրապետություն ես հռչակում, մենակ դա չէ, այն 300,000-ի հետ գալը, այդ խորհրդանիշները, այդ սահմանադրությունը։ Շուտով նաև մզկիթների գաղափարը։ Զանգեզուրի միջանցքը, 2 տարուց ավեր պարոն Աղազարյանը և ես, մենք ասել ենք, Զանգեզուրի միջանցքի մասին լինելու է խոսք, ասելա չէ, ստել է, ասելով, որ չէ, չի լինելու Զանգեզուրի միջանցք, և ես իմ ելույթներում ասել եմ, չի լինելու Զանգեզուրի միջանցք, որովհետև վստահել եմ իրեն։ Ոնց եք վստահել, ձեր նման այդքան խորիմաց, խորատես մարդը կա, ոնց կարող են նրան վստահել։ Դե հիմա դրանից մեծ հաշվով բան չի փոխվում, արդեն ինչ եղել է։ Իհարկե։ Հիմա մեր խնդիրն է, բացի այս Այնպես որ կներեք, այնպես որ սիրելիներս, ուզում եք միավորվել, պետք է միավորվել, ոչ թե ընդդեմ, այլ հանում։ Հանում։ Ես էլ եմ ասում։ Նաև ասեմ, պարոն Ասլանյան ջան և հարգելի ներկաներ, որ մեր այսօրվա այսպես սա պայքարի մի դրսևորում է, այս համաժողովը, բայց մեր պայքարը այս շրջանակներով չի ուրեմն սպառվելու, մենք նաև հրապարակային պայքար ենք սկսելու, որովհետև հասկանում ենք, որ լայն ժողովրդական ուրեմն զանգվածների հավանխմբումը այս օրակարգի շուրջ միայն մեր երկրին կարող է բերել իրական ուրեմն փոփոխությունների։ Ուրեմն մենք նաև պիտի պատրաստ լինենք, կապ չունի, կին ենք, տղամարդ ենք, մենք պիտի պատրաստ լինենք նաև հրապարակային պայքարի։ Պարզապես այդ հրապարակային պայքարը պետք է լինի գրագետ, այդ հրապարակային պայքարը էմոցիաներից դուրս ասելիք,
Այդ հրապարակային պայքարը պիտի ունենա լուրջ դեմքեր եւ ոչ արատավորված դեմքեր, եւ այդ հրապարակային պայքարը պիտի ունենա հետեւողականություն եւ կարողանա իրոք ազգային բովանդակություն կրել, ոչ թե աղմուկի վերածվի։ Ինչպես 7 տարի ցավոք մենք այսօր տեսնում ենք։ Աղմուկից բացի մենք ուրիշ բան չենք տեսնում։ Ցանկացած հրապարակային պայքար պիտի ազգային բովանդակություն ունենա։ Եթե այդ ազգային բովանդակությունը չկա, ուրեմն մարդիկ հավաքվել են պարզապես ամբագորգոր ինչ-որ ձայներ են լսում եւ այլն եւ այլն։ Ուզում եք իմպիչմենտից մի քիչ խոսեմ։ Իհարկե։ Իհարկե։ Եվ խոսենք նաեւ այսօրվա իրավիճակի մասին։ Հոգեվոր առաջնորդների ձեր բաժանության մասին։ Ուրեմն ինչու, որովհետեւ այսօրվա սկսած իմպիչմենտը, չէ՞, նախ եւ առաջ իմպիչմենտը սկսեցին Աղազարյանը եւ Ասլանյանը։ Այո, միանշանակ։ Օգտվելով սահմանադրական իրավունքից մենք առաջարկեցինք իմպիչմենտ, երբ որ պատիվ ունեմը եւ Հայաստան դաշինքը հայտարարեցին, որ իրենց նպատակը Նիկոլին հեռացնելն է եւ պետք է միավորվել։ Ոչ ոք չգնաց առաջ դա։ Հայաստան դաշինքը հայտարարեց, որ ինքը կմիանա իր 28 հոգով, եթե պատիվ ունեմը բերի 6 ստորագրություն։ Պատիվ ունեմը բնականա 6 ստորագրություն չունի, ունի 4-ը։ Երկուսը մերն է։ Բնական է, որ նրանք չարեցին ոչինչ։ Եվ այդ ժամանակ մենք Էդմոն Մարուկյանին ակտիվացրեցինք։ Այսինքն Էդմոն Մարուկյանին մենք առաջարկեցինք որպես եւ շատ ճիշտն է դա։ Եվ ինչ տեղի ունեցավ։ Նրանք մերժեցին։ Եվ սկսեցին փորձել բերել նոր մարդ։ Ես այսօր էդ էլ ասեմ, իմպիչմենտի պրոցեսը կանգնած չէ։ Դա շարունակական է։ Թղթերը իմ սենյակում են եւ մենք հայտարարում ենք, երբ պատիվ ունեմը եւ Հայաստանը կուզենա, թող գա միանա։ Այդ դեպքում 36 կլինի, թող կգնա լիագումար նիստ։ Իսկ եթե ոչ, իրենք ուզում են, ես այսօր էլ եմ հայտարարել, պարոն Աղազարյանը եւ ես իմպիչմենտին կմիանանք ոչ թե լինելով 33 եւ 34-րդ ստորագրությունները, 35 եւ 30, գիտենք, որ ընդդիմությունը իր բոլոր քայլերով Նիկոլի դիրքերն է բանանում, ամրացնում։ Այդ դրա համար ես ձեզ խորապես ծափահարում եմ։ Միայն։ Այո։ Եվ նույն հարմոնիայի մեջ գործում են։ Սինխրոն են գործում։ Ես այսօր հայտարարել եմ, որ մենք, պարոն Աղազարյանը եւ ես, կմիանանք իմպիչմենտին եւ կլինենք 53-րդ եւ 54-րդ ստորագրողները։ Այսինքն 36 հավաքեք դուք, եթե դուք մտածում եք, որ 18 հոգի դուք ԿՊ-ից կբերեք, դուք բերեք, երկուսը մենք կա։ Մենք չենք տորպեդահարի Նիկոլի հեռացման պրոցեսը, բայց նաև թույլ չենք տա մեզ փչացնել, որովհետև եթե մենք միանանք առաջին փուլում, դա նշանակում է ոչինչ չի լինելու, իզուր տեղը մեր քաղաքական վարկն է ոչնչանալու։ Իմպիչմենտը այսպես է լինելու, այնպես որ Մարուկյանը մնում է մեր թեկնածուն եւ մնալու է մեր թեկնածուն, իսկ մենք չենք ստորագրելու իրենցը, ինչքան էլ որ փորձեն ասեն, որ չեն ստորագրում, որովհետեւ Նիկոլի պրոյեկտն է։ Եթե իմ խոսքերի մեջ դուք որևէ կասկած եք տեսնում, որ կարող ենք Նիկոլի պրոյեկտը լինել, ասեք պատասխան տամ։ Տեսակ։ Ուզում եմ ասել, որ այդ տրամաբանությունները ինչ-որ դուք ընկալեք որպես փաստ։ Կարող են նաև այդպես մտածել։ Ոչ թե կարող են մտածում են եւ բացարձակապես մենք դրանցից չենք ներվում, որովհետեւ ինչքան էլ կուշտ մարդու հետևից գոռան սովածշուն, ինքը դրան չի սովածանա։ Ինքը կուշտ է։
Դե եկեք եզրափակենք հարգելիներս մեր այսօրվա համաժողովը, թե ինչպես կընթանան քաղաքական գործընթացները, դա կախված է յուրաքանչյուր քաղաքական ուժից եւ յուրաքանչյուր գործչից։ Եվ մեզանից։ Եվ ամենակարևորը, այո, սկսած մեզանից առաջին հերթին եւ ամենակարևորը, ես ուզում եմ, որպեսզի մենք անկենք գիտակցության, որ մեզ պետք են ոչ թե դեմքերի փոփոխություն, այլ մեզ պետք են իրական փոփոխություններ։ Որովհետև դեմքերի փոփոխությունը Նիկոլին Էդմոնով փոխարինելիս մեր երկրում էական բան չի փոխվել։ Ուրեմն մենք պետք է այնպիսի փոփոխությունների գնանք, որը ունենա իրական փոփոխությունների օրակարգ։ Կլինի այսինչյան, Ես իմպիչմենտի տարբերակով խոսացի։ Իմպիչմենտ կարող են հասունացնել նաև այլ քաղաքական ուժեր։ Եթե այլ թեկուզ դրսից քաղաքական ուժեր կարողանան այդ իմպիչմենտի Կներեք, իմպիչմենտ այլ քաղաքական ուժեր ո՞նց են իրականացնելու։ Հիմա ենթադրենք դրսից, եթե քաղաքական ուժեր լինեն, ովքեր կարողանան դառնալ այսօրվա խորհրդարանի ընդհանուր թեկնածուն եւ հավաքեն, կարողանան այդպիսի գործընթաց կազմակերպել, որ այդ բավարար ձայները հավաքվեն այսօրվա վարչապետին անվստահություն հայտնելու համար, այդ տարբերակը Բացառվում է, հասկանում եք։ Եկեք ոչինչ չբացառենք քաղաքականության մեջ, Կներեք, բացառվում, հա, եկեք ոչինչ չբացառենք, պարոն Ասլանյան ջան, եւ նաեւ 100%-ով չասենք, որ դա հնարավոր է։ Քաղաքականության մեջ ոչինչ բացառելի չէ։ Ճիշտ է, բայց Պարզապես պետք է աշխատել եւ մեր նպատակը նույնիսկ եմ կրկնում, մեր նպատակը իշխանության կարը չպետք է լինի։ Մեր նպատակը համակարգային փոփոխությունները պետք է լինեն, ընկերներ։ Եվ այն մարդիկ, այն համախումբը, այն քաղաքական ուրեմն համախումբը, որը կառաջարկի իրական համակարգային փոփոխությունների ծրագիր, ժողովրդին ծառայող ծրագիր, որովհետև այսօրվա քաղաքական համակարգը չի ծառայում ժողովրդին, չի ծառայում ժողովրդական շահերին։ Մեզ հարկավոր է ժողովրդական շահերին ծառայող ծրագիր, որովհետև այս ժողովուրդն է այս հայրենիքը, այս ժողովուրդն է այս պետությունը։ Եթե այս ժողովուրդը չեղավ, այս պետությունը չի լինելու այլևս։ Մենք պիտի հասկանանք, որ մեր ամենամեծ հարստությունը այս ժողովուրդն է։ Եթե այս ժողովրդին էլ կորցրեցինք, հայրենիք չենք ունենալու։ Ուրեմն եկեք ծառայենք, այո, մեր ամենօրյա աշխատանքով ծառայենք մեր ժողովրդին։ Այսքանը շնորհակալ եմ ուշադրության համար։ Խնդրեմ Պարոն Մասարյան,